Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը։ Մեր մշտական անդամները ուրին վայրերում են պարոն Աբազյան, Անդոյ, Տհաճմարտ, Սասուն, Վայաղազարյան և Բոզի տղեկ, Արգիշտ և իհարկե Ազատուհի։ Ռուզիկ Քրիստիկ։ Ռուզիկ, այսօր դռներ դու բացում, հյուրերին դու ներս հրավիրում։ Ներս ենք հրավիրում նոր հաշնի քաղաքապետ Գագիկ Հայկի Մաթևոսյան, ուրին որդիների հետն Նարեկ Մաթևոսյան և Հայկ Մաթևոսյան։ Եղվարդի, այսինքն Եղվարդ նոր հաշն միասին է գործում Զինկոմին, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Էլիս Բեկյանը, Էլիս Բայրանը դրան, Ձերժավայի Սլավիկ, Սերժ Սարգսյան, չգիտեմ Մարտիրոսյան, Ռադիկը սաղա թեբն մեռելա, եթե բն մեռելա եկնային գրասենյակից թողա, Սերժ Սարգսյանին էլ ասեցինք, կանաչապատման Երևանի քաղաքապետարանի հետ միասին, Ֆլեշի Բարսեղ, Վանաձորի նախկին քաղաքապետ Դարփինյան, ինչպես նաև Վանաձորի հարկայինի պետն, Բուրնաշ, ազգային ժողովի պատգամավոր Գրիգորյան Մարտունիկ Լեննագանից, ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյան ՔՊ-ից, Սերան Մուշեղիչ, Ատարուզի Քյոմարտ, Վովա, Արշակ, Էտա Գագոյ և իհարկե Տարոն Մարգարյան ու Վանեցյան Արթուր։ Նեպտունի Համիկ, մի վարշքան ստեղ Նեպտունի Համիկի վրա պաուզա, օ գոսպեդի, մեր օպշորջ, այսօր ստեղ սաղ մուսկուլնի են, հա, հեսը, արդեն ես էլ եմ գեժրը, քանի գար մի հատ մացաներ, հիմա երկու հատ է, մի հատ էլ Երևան առանձին։ Ինչ էր, Դավթաշենի թաղապետ Հովասապյան, Ռազմական ոստիկանության պետը են մի պոշկանի Գանդոնը, ինչպես նաև ռվո աշխատակից Արթուր Ավակյան, դե զինվորական դատախազը ստեյա, աբազս եվս, Էտա Լևոն Քոչարյան, ալևս ազգային ժողովի պատգամավոր, Հրապարակ թերթի խմբագրի տեղակալ Արմինեի դուստր Զարա Մարգարյան, ուրին Պապա Ձոնիկ և իհարկե Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյան, Остальное потом, եմ որ ասում վսյա սիմյա в сборе, հավաքեցինք համարյա թե բոլորին, իսկ հիմա հերթականությամբ գանք սկսենք բողոքներից, Եվաշկյան,
Աղջի ժողովրդին կոֆե տուր, փրփրով, 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 մի րոպե։ Ուրեմն, պարոն Աբազյան, ես շատ լավ գիտեմ, որ Վանաձոր քաղաքի, այն որ ասում է սերի կարդինալ, մկա դու ես, տակից ղեկավարում լորու մարս։ Ուրեմն ժողովուրդն ահազանգում, այն որ Վանաձորի նախկին ցմա քաղաքապետ Դարփինյան ծսր է սաղ Վանաձոր տարե, դրա մասին ոչ մի խոսք, մաքր է սրբե կողե ոռը, հիմա Վանաձորի ժողովուրդը բողոքում են, ասում են շուկայի հարակից փողոցում կա ուրեմն ապուրինի այդ ոչ կանգառատեղիներ են գործում պարկովկե գևալն, որ մեքենաներից գանձվում է գումարնի, պարտադիր։ Գումարները գանձվում են առանց ՀԴՄ-ի։ Հիմա քո Վանաձորի հարկայինի պետը, ես չգիտեմ ով է, Վանաձորի հարկայինի պետը չի տենում, չի լսում, չի նկատում ու այդ տարածքն էլ այդ շուկայի հարակից տարածքը ընկեր Դարփինյան կոչված ղախպիտղեն ծախել է սեփական որդու վրա լինելով Վանաձորի քաղաքապետ Վանաձորի հողերը ավտոկանգառատեղի մայթեր եւ այլն վաճառել է սեփական բջի վրեն ու հիմա սեփական բիջն հերու տղա հերիք չի տասնամյակներ ծսրել են ամբողջ Վանաձորը հիմա ասենք հիմա ինչա դուրս գալի հիմա վեկալել են Վանաձորի տարածքի վրա այսպես ասած ով ոնց կարում է գրփմա հերիք չի եւ չի խփում ՀԴՄ Ուրեմն ես չգիտեմ ով է լոռու, այսինքն գիտեմ, ոչ չգիտեմ, դա ունազգանով չեմ հիշում, ով է լոռու մարզպետը, ով է Վանաձորի քաղաքապետը, բայց ես հասկանում եմ, որ սա մեկը մեկի բերան թքած են։ Ես կոնկրետ դիում եմ քեզ Աբազյան, եթե քո Վանաձորի հարկայինի պետը վաղը եւ ետ չի զբաղվել այդ ավտոկայանատեղիներով, դատախազությունը չի զբաղվել, թե ինչ հիմունքներով է Վանաձորի նախկին քաղաքապետի բիջը ձեռք բերել այդ հողատարածքները կենտրոնում Վանաձորի կամ Վանաձոր քաղաքի մեջ այդ հողերը ոնց են անցել պարոն Դարփինյանին ուրեմն ես համ քեզ կթաղեմ համ Վանաձորի դատախազին կթաղեմ սա առանձին թեմա է Վանաձորի դատախազությանը վերաբերվող մենք ավելի խոր կուսումնասիրենք ոնց որ նոր հաճնի թեման հեսականադառնանք իսկ ինչ վերաբերում է Վանաձորի հարկայինի պետին մենք երևի կփորձենք առանձին ծծցնել հարկայինի պետին քո հետ միասին Աբազյան հասկանալու համար թե ինչ է անում քո Վանաձորի հարկայինը սա իմ մոտ ես կնշեմ այս գույնով դեղինով այսպես 3 պալոսկայ դա նշանակում է որ մենք անդրադառնալու ենք այս թեմային նույն ձև ես ուզում եմ նաև Քանի որ թեման շատ հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետություն քաղաքամայր Երևան ունի ստադիոն։ Հրազդան մարզադաշտ, որ ես քանի տարի է, 10 տարի է, 20 տարի է առել են, ոչ օգտագործվում է, ոչ բան անում, սակեցին վթարային, ընկեր բուրնաշն ասում է, ես փող չունեմ, ստադիոն վերանորոգեմ եւ այլն։ Փող չունես, վաճառի։ Կամ չգիտեմ, հետ խլեք, ընկեր Երևանի քաղաքապետարան։ Ես ուզում եմ հասկանամ սովետական միությունը, որը որ բան սարքեց, հրազդան մարզադաշտ, ինքը էդի սարքել էր, որ պիտի գա ոման բուրնաշ և ստադիոնը վերցնի իրեն, լավ, վեկալ ես, ինչի չես աշխատացնում, ամբողջովին բան վթարային, ոչ ըտելում է ֆուտբոլ խաղալ, ոչ ըտելում է եսի մինչան, Սնուպ Դոգ էին բերում, նույն Սնուպ Դոգին, որը որ այդ նույն վթարային ստադիոնում, հիմա ասում եմ 2024 թվին, կարող է գա երկի 6 միլիոն դոլարով Snoop Dogg-ը 6 միլիոն անգամ ծսնի դդումի սախ ազգուտակը ով որ այդ համերգի վրա գոնե 1 կոպեկ փողը աշխատե կազմակերպիչներ նախաձեռնողներ եւ այլն Snoop Dogg-ը իասև խերը հանի կողի սրան սաղի նավարի մեջ հիմա պարոն Երևանի քաղաքապետարան դագաղը դնեմ քեզ այս ստադիոնի հարցը ոնց է լուծվելու Մարդը վերցրել է այն Արա Աբրահամյանի նման,
կողելա հետանցքը եւ նստելա վրան, ոչ վերանորոգը, ոչ կարա վերաբացի, ոչ փող ունի, էհաբա հետո սես պիտի մենք վեկալենք նստենք, տենանք, բան հետո բուրնաշի ժառանգները գան, տենանք բուրնաշի ժառանգները դա անելու են թե չեն անելու, վերաբացվելու է թե չի վերաբացելու, սովետը սակել էր բուրնաշի համար, ես պետք է խնդրեմ իմ ավականուց զբաղվել նաեւ ստադիոնի հարցով, ոնց որ գում թե ցում, մանկական աշխարհը Արա Աբրահամյանի ձեռից շուտով կվերցվի, ում ուզում է թոտան։ Այնտեղ բանը վեկալը գրել գրզոնա վեկալը, այս ջանդամ չի վեկալը։ Ուզում է մեկը մի գանդոն վեկալելու է։ Ոչ մի նշանակություն, պետությունը հաստատ չի վեկալ, գոնե վեկալելուց բաց են աշխատացնեն, աշխատատեղ լինի։ Ոչ թե փագե գնացեք գանդոնը վերահինգե բաները Ռուսաստանները մի հատ էլ մազերը հետ տված ասում է ես իմ 7 երեխեքին վեկալ եմ գամ Հայաստան ու դե մնամ ցումում կմնաս բոզի տղա ինգեր Արա Աբրահամյան նույն ձևել զբաղվել ստադիոնի հարցով արգրավել ստադիոնը բռնագրավում են արգրավում են պետականացնում են ինչ են անում չգիտեմ ոնց ուզում են անեն Նաև պետք է անդրադառնալ օպերային, օպերայի տակի ավտոկայանատեղին։ Օպերայի տակ խախտելով բոլոր շինարարական նորմերը, բերեցին տակը փորին սարքին ավտոկայանատեղի, օպերան թողնելով օդի մեջ առանց հիմք։ Ամբողջ օպերայի, այդ ինչա թատերական հրապարակա, ազատության հրապարակա, լրիվ ճայքեր տվել։ Մի գեղեցիկ որ բլելու է այն միտինգի ժամանակ, լրիվ իշն է ներքևի հարկ։ Ով արեց Իհարկե Ռոբերտ Քոչարյան արեց։ Այսօր էլ լովիկս էտա դուրս է եկերա։ Այսօր կանադառնանք մենք քեզ։ Մենք զանգ ունենք։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Այո, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ոնց եք։ Շնորհակալ եմ, հուսամ լավ պիտի լինենք, եթե այս տեմպերով շարունակենք, մենք լուրջ արդյունքներ կգրանցենք, պարոն Ղուկասյան։ Ես նկատել եմ, որ դուք այցելել եք ինչ-որ դպրոց, ինչ-որ բաներ եք տեսել, խթիներ եք տեսել, կարող եք մի երկու բառ կիսվել մեզ հետ։ Շնորհակալ եմ, որ եթե տրամադրեցիք, պարոն Ղուկասյան, սա գերխնդիր է, որովհետև խոսքը վերաբերում է ուրեմն Սարիթաղում գտնվող Համոսահյանի անվան 70 դպրոցին։ Դպրոցը կառուցվել է 52 թվականին, մինչ օրս վերանորոգված չի, ապակիները կոտրված են։ Ես դպրոց այցելել էի Սենիկի հետ, եւ ուրեմն երկու անգամ ընկնելուց ինձ Սենիկն է պայել, քանի որ տակը պարկետ չկա, վրայից լինոլյում են դրել։ Քայլելուց ընկնում ենք, հասկանում եք։ Ներողություն, դպրոցը որ թվին է հանձնվել։ 52 թվականի կառուցված դպրոցը մինչ օրս վերանորոգված չէ։ Մինչ օրս։ Այսինքն Ստալինը ոնց հանձնել է, տենց էլ մնացել է։ Ճիշտ եք ասում։ Եվ ուրեմն չունի բուֆետ, չունի սպորտ դպրոց, այսինքն սպորտ դալիճ, ֆիզկուլտուրան անցկացնելու համար, այո, չկա։ Երեխաները պատվալում են անցկացնում իրենց ֆիզկուլ դասերը։ Պատվալում բառես բուն իմաստով։ Ես նկարները կտրամադրել եմ։ Ես արդեն տեղադրել եմ։ Չկա լուսավորում, շնորհակալ եմ ձեզ։ Չկա լուսավորում, բորբսնած, ուրեմն չկա գույքի մասին խոսելը անգամ ծիծաղելի է, պարոն Ղուկասյան։ Ո՞վ է դպրոցի տնօրենը։ Դպրոցի տնօրենը Արմինե Վարդանյանը, ով 1 տարի է ինչ այդ դպրոցի տնօրենը նշանակված, պարոն Ղուկասյան, գիտեք ինչ, ամեն ինչից անկախ լարերը, երբ որ լարերը, էլեկտրալարերը, այսինքն օդի մեջ կախված են, չէ, եւ հասանելի են 9-րդ դասանի երեխայի ձեռքերին։ Գոնե այդ լարերը կարող են դպրոցի տնօրենը կամ չգիտեմ, ինչ որ մեկը ամրացնել, ինչպես նկատեց։ Այդ դպրոցը ֆինանսավորում չի ստանում։ Չգիտեմ ես
այս հարցրեցի դուք գրել եք որևիցե պատկան մարմիններին, ասեցին այո գրել ենք եւ պատասխանը դեռ չի եկել։ Հետո պարոն Ղուկասյան, շարունակեմ։ Այն ուրեմն ինքը պատմամշակութային շենք է իրականում, կամարներով, փորագրած կամարներով շենք է, որը ընդհանրապես այդ հատվածը չի գործում, պարոն Ղուկասյան, եւ այն մեծ հսկայական ուրեմն դահլիճը, որը ժամանակին ծառայել է ֆիզկուլ դահլիճ, գտնվում է խարխլված, քայքայված վիճակում։ Քանի երեխա է սովորում։ Անկամ այնտեղ սովորում է 108 աշակերտ, որից 3-ը ուրեմն հատուկ խնամք ունեցող երեխաներն են, դպրոցը ընդհանուր ունի 21 աշխատակազմ, 9 դասարան։ Այսինքն ինչ-որ մի թեքումով դպրոց է, սահմանափակ Բոլորովին։ Չէ, ցանկացած կիրառական երեխաներ կարող են ընդունվել ցանկացած Բա ոնց է այդքան քիչ երեխա, 108 երեխա, տենց ո՞ւս կնե Երևան քաղաքում դպրոց 108 հոգի։ 108 երեխա, ու գիտեք պարոն Ղուկասյան, ամեն դասարան ունի մի դասարան, այսինքն առաջինը ունի 1 դասարան, երկրորդ ունի 1 դասարան, երրորդ ունի 1 դասարան, որը 5 աշակերտ է, որը 18 աշակերտ է, որը 12 աշակերտ է։ Պուշկինի դպրոցը պայթում է։ Ամեն մի դասարան, այսինքն առաջի դասարան կա խոսքի օրինակ 9 հատ, երկրորդ դասարան կա 10 հատ, ԱԲԳԴ, ԵԶԷ, ԹԺԻ, ԼԽՑԿ, այդպես կա, ամեն դասարանում 40 հոգի են, 30, ստեղ էլ ցելի դպրոցը 108 հոգի։ Այո, պարոն Ղուկասյան, ասեմ, որ ճաշարան չկա, կանաչապատում չկա, միակ բանը, որ կա լավ, ուրեմն, թաքստոց, ապաստարանը, շատ լավ կառուցված է, բավականին խորքային է գտնվում։ Դե Ստալինի սարքած է։ Գույքավորված չի, կահավորված չի։ Իսկ պատուհան ջեռուցում այդ հարցերը ո՞նց է լուծում այդ դպրոցում։ Ուրեմն պատուհանները, ապակիների կեսը չկա, պետք է ցելոֆանով կապեն, որպեսզի ցուրտը ներս չգա ձմռանը։ Իսկ ջեռուցում ունի։ Իսկ Սարի թաղը մտնում է կենտրոնի մեջ, թե Էրեբունի, այդ որ հատվածի վրա են գնում։ Էրեբունի են գնում։ Իդեպ ասեմ, ես խոսել եմ ուրեմն հանրակրթական վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի հետ։ Ով գիտեք ինձ ինչ ասեց, փոխարենը ինքը լսել խնդիրը, որ ես ներկայացնում եմ խնդիրը, որ այս դպրոցում սովորում են 108 աշակերտներ, որ ամեն րոպե այդ պոլը կարա փլվի եւ այդ երեխաները վտանգվեն, ինքը ինձ ասում է, խնդրում եմ այսուհետ դպրոցներ այցելելուց մեզ տեղյակ պահեք։ Ասեցի ուրեմն լսեք, Տիկին Խաչատրյան, ոչ ես եւ ոչ հանրային ձայն կուսակցության ավականու անդամները երբևէ նման կերպ չենք աշխատել եւ չենք պատրաստվում։ Չասեցին բորնիկ, որ տեղյակ պահեն քեզ, դպրոցը վերականգնվելու է վարքյանական ագարտա։ Այսուհետ տեղյակ պահեն։ Խիդու ում տանձի գլուխնես, որ քեզ մի տեղյակ պահեն։ Եվ երբևէ Երկրորդ բանը Սիրարփին, հա։ Ավականու անդամները Սիրարփիա խաղամ գլխիս։ Ես չգիտեմ, ասում տեղյակ պահեք, ասի մենք նման կերպ չենք աշխատել եւ չենք շարունակել եւ չենք պատրաստվում։ Դրա հեռախոսի համարը ո՞նց է։ Ցանկացած պահի։ Դրա հեռախոսի համարը ո՞նց է այդ մարդ։ Ներքինով եմ զանգահարել, քաղաքապետարանից եմ զանգահարել։ Ես ձեզ խնդրում եմ, մի րոպե, հələ կա, այստեղ պիտի լինի։ Հələ մի րոպե։ Ես յան վաղը տեղյակ կպահեմ։ Ուր էր էստի համարներ, աստվածիմ։ Ոնց ասեցիք, ոնց հակոչում այդ պաշտոն այդ ագարկի։ Հանրակրթական վարչության պետ Մարգարիտա Հանրակրթություն, հեսա, լավ, իմ մոտ կա։ Հələ մենք զանգել ենք, չէ՞, եկալ է 246-247։ Ես վաղը կզանգեմ յան։ Սև տեղյակ պահել է կբերեմ։ Ասեք թե տեղյակ պահենք, այդ դպրոցը դառնալու էր Պուշկինի Չեխովի դպրոց, Պորնիկ, նստած ես թե մի անգամ այցելել ես։ Չէ, ինչ պիտի աներ ինքը։ Գորգոմ ես ընդունել, բոլորովին գնալու եմ։ Ատե ինչ գորգ։ Հա, չգիտեմ։ Գնալու եմ ցանկացած ժամի եւ բոլորովին պատահական գնալու եմ դպրոց, ցանկացած կրթական օջախ եւ հիվանդանոցներ, որոնք պատկանում են քաղաքապետարան։ Դուք ոչ մեկի հաշվետու չեք։ Ոչ մեկի։ Բոլորովին երբեք։
Դա մեկ, իսկ ինչպես դուք եք ասում, ձեր ժամանակը շատ չխլեմ, ինչպես դուք եք ասում լավին լավ, վատին վատ, ուզում եմ նաև ձեր եթերում ասեմ, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը այսօր անմիջապես արձագանքել է իմ ահազանգին, անմիջապես անձամբ ներկայացել է բնակչի հետ հարցերին պարզաբանում տալու համար։ Ինչը լավա լավ խոսենք։ Մալադեց։ Արամ Ազարյանը։ Իսկ ինչ վերաբերում է դրան, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, մի հատ Էրեբունու թաղապետարանից հետաքրվեք, այդ համայնքում իրոք մենք ունենք աշակերտների պակաս, որ ցելի դբրոց 108 աշակերտ է գնում, թե ուղղակի ծնողները չեն տանում այդ դբրոց, որովհետև դբրոց չկա։ Որովհետև դպրոց չկա, Արմինե Վարդանյանը ինձ տնօրենը բացատրեց, որ այդ տարածքում 3 դպրոց է գործում, որից մեկն էլ է շատ վատ վիճակում, 49 համարի դպրոցը, որը եւս պիտի այցելեն, ասում այդ 3 դպրոցներում երեխաները բաշխվում են։ Հետևաբար իրենց դպրոցը 108 աշակերտ ունի եւ 21 աշխատակազմ։ Այդ դպրոցի համարը որն էր Համոսարյանի։ Համոսարյանի անվան դպրոց 7 համար 70 դպրոց, Սարիթաղ։ 70 դպրոց։ Սա էլ 49 դպրոց։ Իսկ ընդեղ 70-ն 49-ը էլ որը կա։ Այն երրորդը գիտեք թե չգիտեք։ Ոչ գիտեմ, ես այցելել եմ 4-րդ զանգվածում, այդ դպրոցի համարը չեմ հիշում, հիմա որ նյութերի մեջ նայեմ, անպայման կգրեմ։ Ինձ հետաքրքիր է 40 զանգվածում է գտնվում։ Չէ, այս Սարիթաղը սպասարկող էս դպրոցները, որոնք որ կան 70-ը 49-ը, այն երրորդնով է, եւ այդ ընդհանուրում քանի երեխա է սովորում։ Ինչի է այդտեղ այդքան քիչ, ինչի է այդտեղ այդքան քիչ, իսկ Պուշկինը, Չեխովը եւ այլն ուղղակի պայթում են։ Ինչի է բնակիչը իր քտիտակի դպրոցը թողում, իր երեխուն բերում հասցնում Պուշկին, ես շատ ուրախ եմ, որ ուզում են իրենց երեխեն սովորի, բնականաբար, ոնց հաստատում, որ Պուշկինի դպրոցում կարողանում են ապահովել կրթություն, կարողանում են ապահովել նորմալ վիճակ, իսկ մյուս դպրոցներում ոչ, եւ այդ բոլոր մեքենաները, որոնք որ Մասիվից, Չարբախից, Կոնդից, այնտեղ էլ որ նա գալի Բանգլադեշից առավոտյան իրաց երեխեքին բերում են ու սաղ գրգմփ լսում են կենտրոն, այդ դպրոցների մոտ երթևեկությունը մեռնամա սատկման նրա պատճառով, որ իրենց քտիտակ դպրոցները թողած բերում են այդտեղ, ինչի միտեղ կարելի է ունենալ 10 հատ առաջի դասարան, 20 հատ 6-րդ դասարան, իսկ միտեղ ամբողջ դպրոցում ընդամենը 108 երեխա։ Բայց այդ կրթության վարության պետը, ասենք ես չեմ կարողանում, ինչի ասենց անհավասարաչափ բաշխված։ Ես վաղը կճշտեմ Սարիթաղում քանի դպրոց կա եւ ամեն դպրոցում քանի աշակերտ եւ ուսուցչական։ Իսկ մենք վաղը կփորձենք կապնվել ինչ էր Էքեղենի անունը։ Մարգարիտա Խաչատրյան հասկանալու համար թե դպրոցը ինչի չի վերանորոգվել արդեն կես դարից ավել է։ Իդեպ ասաց տիկին Մարգարիտա Խաչատրյանը, որ հերթագրման մեջ են, հերթի մեջ են սպասում են իրենց վերանորոգմանը, իսկ ես պնդեցի, որ նման դպրոցը պիտի հերթից դուրս լինի, որովհետև ամեն վայրկյան կարա ապագին կոտրվի երեխայի գլխին։ Այդ դպրոցը երևի 90 թվից հերթագրման մեջ է, եթե մի դպրոց մի րոպե 52 թվին է հանձնվել, 50 տարի, 70 տարի վերանորոգում չեղի այդ դպրոցում, ի՞նչ է նշանակում հերթագրման մեջ է։ Պարոն Ղուկասյան, նաև նկատեք, կրկնում եմ, ինքը պատմամշակութային է, այնտեղ կամարները ես նկարներով կուղարկեմ, կամարները ամբողջը փորագրած է, որի դուրը շանգոտված է, դուք չեք պատկերացնում սարսափել, իսկապես ցավալի այն, որ հին հայկական են մեր ճարտարապետությունը կորում է, ու ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Հավալով իրանց դպրոցներին Պուշկին, Չեխով եւ այլն։ Ես անգամ վախենում եմ, որ կարող է այդ հատվածը օտարվի։ Ծայրահեղ հետևողական լինելու։ Եղավ, դուք դրանով զբաղվեք, մենք վաղը կփորձենք կապնվել դրանց հետ։ Լավ։ Եղավ, ստեյշ։ Հաջողություն ձեզ։ 52 թվից էսյան 50 տարի, մի հատ էլ 20 տարի, 70, մի հատ էլ
մի տարի 71 տարի դբրոց չի վերանորոգվի, ասում է հերթի մեջ է, ագարկին դու հələ նայի։ Լավ։ Ինչ էր ամոզգողն։ Դա։ Մարգարիտա Խաչատրյան։ Միրոպ։ Բերեց Մարգարիտա Խաչատրյան ցրտվել է 1986 թվականին Երևանում, 2004 թվականին ավարտել է Մուշեղ Մխոյանի անվան 68 միջնակարգ դպրոցը, 68 անգամ Իոսիֆ Ստալինը իա տղեկի հետ, Յակովով, Մակովով դնի բենիտ մեջ, ագարկար այսով զանգը մեստեղ մանջալեն, ալո, 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 տիկի դուք շեք թենում ես եթերի մեջ եմ, բարև ձեզ, վայ, տակ, 2004-ին 8-ը սովորել և ավարտել է ԵՊՀ, դնենք լուսանը, ինքն էլ սորոսական ագարկա, ես քեզ վաղն եմ ծսցնելու, Իոսիֆ Ստալինը ոնց է դպրոցը սա, այդ սաղ է դպրոց սարքող, բանվորներով, Ստալինի տղա Յակովը, այն մեկյաուն ինչա, ուրա, դաժե Ստալինի աղջիկ Սվետլանա Ալելույևան, Ալելույա անելով, տունը ծսցնելույա, աչկարիկ ագարկա, հլը նայում եմ դեմքին, կակս գալմա, ասմա հերթի մեջ է, ես կո տունը ծսցնելու եմ առավոտ, ու դու կլնես հերթի մեջ, Ես ագարկի վերաբերյալ եկնային գրասենյակում ինչ կա խտրում եմ հանել ջրերես, էդ ուղարկել ինձ, հերթի մեջ, ասում մենք պիտի տեղյակ կլնենք, լես, առնանդամ հոշոտողին նայի, առնանդամի դիգուստատորշիկ, ասկի ոչ մի նորմալ տղամարդիա առնանդամը սրա դեմը չի դնի, չի ասի, ամբոշխնի, լավ, անցան կորոչ, եսի մեկ, Քանի կարասկեմ չէ, մի դավթարը քիչ էր, ես դարավ երկուս։ Ուրա, մյուս բողոքը։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ուրա, Նեպտուն համիկ, մուսկուլավոր եզ։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է. The party you're calling Բաժանորդը ժամանակավորապես Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մադոյան Լաուրա դուք եք։ Այո։ Բարև ձեզ, Վարդան Ղուկասյան հանրային ձայնից դուք ուղիղ եթերում եք։ Այո, ուրախ եմ լսում եմ։ Մեզ ասեցին, որ դուք ունեք բողոք կապված Պուշկինի 51-1, հա? Շենքի հետ։ Այո։ Այո։ Մենք լսում ենք ձեզ, ես, պարոն Աբազանը, գլխավոր դատախազը, բոլորով լսում ենք ձեզ, ասեք, դուք ունեք 3 րոպե։ Պարոն Ղուկասյան, ես ոչ միայն ես, շենքի բնակիչները եւս, մենք մի քանիսն ենք, մի 8 հոգի, մնացել ենք այդքան, իսկ մինչ այդ ամբողջ շենքը Տարուն Մարգարյանի ստորագրությամբ շենքի տակի հողը տվել են Ոմն Խալոյան Անդրանիկի Մի քիչ բարձր խոսեք տվել են շենքը Տարուն Մարգարյանի
ստորագրությամբ շենքի տակի հողը թաքցնելով շենքի արկայությունը շենքը տվել է Խավորյան Անդրանի կանոնով ոմն անձնավորության։ Ահա։ Դրանից հետո սկսվել է տերոր ամբողջ շենքի ժողովրդի հանդեպ, հրավիրվել են բոլորը հերթով, պահանջել են գումար, հավելյալ գումարներ, վճարել սկսած 300-ից եւ $400, բացի այն, որ վճարել են մարդիկ բնակարանները ստանալու համար։ Կառուցապատողը Գագիկ Պապոյան, որը կոնկրետ ես խնդիր չեմ ունեցել կառուցապատողի հետ, ես վճարել եմ, ստացել եմ իմ բնակարանը, տիրապետել եմ 6 տարի բնակարանին, հետո վերադարձել եմ արդի երկից տեսել եմ իմ դուրը կոտրած, բավական չի տանս եմ տիրապետել եւ նաեւ տան ունեցվածքին եւ մինչեւ այսօր ոչ մի դատական այցաններ, ոչ մի պատկան մարմիններ չեն արձագանքում եւ ոչ մի հաջողություն չեն կարող։ Մի րոպե տիկին, մի րոպե։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Պուշկինի 51 դրոպ 1 հասցեում դուք փողով, կանխի գումարով ձեռք եք բերել, ես ինչքան գիտեմ 3 բնակարան, չէ՞։ Դուք հարուստ կնիկ եք, 51, 52, 53 բնակարանները, penthouse, չէ, ճիշտ է։ Կվարտիրեքը առել եք, մեջը գույքը լցել եք, փագել եք, գնացել եք լավ երգիր։ Հետո մի օր հետ եկեք եւ տեսել եք ձեր բնակարանները նեմա։ Չկա, վեգալած, հա? Ես ճիշտ հասկացա։ Ատես ո՞նց ալնեմ։ Մի րոպե, դա ո՞նց ստացվեց տենց։ Դուք սեփականության վկայական չունեիք։ Մենք նախնական պայմանագրերով էինք վերցրել, հետո մեզ խոստացել էին, որ կարճ ժամանակ հետո մենք հիմնական պայմանագրեր կգնչենք։ Ամեն ինչը պայմանագրերը նոտարի վավերացման բոլոր օրենքներին համապատասխան։ Հետո մեզ չկնքեցին հիմնական պայմանագրերը։ Բայց դուք գումարը վճարել եք։ Միանշանակ։ Բոլոր կտրոնները, թղթերը, ամեն ինչը կա, որ դուք բան վճարել եք։ Եվ ինչը ասեմ մեր հարգարժան դատական համակարգը, դուք դատարան դիմել եք, սև շորով, չագուջով մարդ տեսել եք։ Այո, դիմել ենք, ստացել ենք մերժումներ, եւ հիմա գնում է դատական գործ քրեական, եւ մենք ոնց հասկացանք, հակված է դատախազը պահանջում էր մերժել մեր բողոքը։ Ինչի՞։ Եվ մենք Իսկ մի րոպե, ձեր բնակարանները ով է խլել։ Մեր բնակարանները Խավորյան Անդրանիկի անունով է գրանցված։ Ահա։ Մեզանից հավելյալ գումար պահանջում է նրա հովանավորը Ոմն Նեպտունի համից, մենք էսպես ենք լսել։ Կոնկրետ մենք բոլոր բնակիչներից նրա հետ հանդիպել ենք։ Ում հետ Նեպտունի համիկի հետ եք հանդիպել։ Բայց մուսկուլներով մարդը ինչ է ասում ընկեր Նեպտունով համիգը, ինչա ձեր կվարծիրեքը խլե։ Ես մուսկուլով մարդ չտեսա, անկեղծ ասեմ ձեզ։ Պրծել է մուսկուլները։ Այո, տեսել, եւ նա մեզանից ասում էր, այո, բնակարները ձերն են, ձեր գումարներով է կառուցված, բայց դուք էժան եք գնել։ Հետևաբար դուք կավելացնեք այս։ Բայց ինքը ով է, ինքը ինչ կապ ունի այս շինարարության։ Ես գիտեմ, որ այն Գագիկին լսել են Բերտ, ինքը եկավ $300,000 փող էր տվել Գագիկին, գալի մտնումա թղթեր, մղտեր, օֆիսա խառնջարդում սաղ վեկալամա, այս ասում է շենքը իմն է, բայց թիվը չեմ հիշում, որ թվիներ եղե։ Ես նման դեպք հիշում եմ։ Ու ավելի եւս հիշում եմ, որ Գագոյի հետ ինչ է Գագոյի ազգանունը, մի րոպե, Պապոյան Գագո։ Պապոյան Գագոյի հետ Նեպտուն համիգը քավոր սանիգ էին, այսինքն Նեպտուն համիգը քավորն էր, չէ՞, Գագոյի, ես ճիշտ եմ հիշում։ Դե երևի, հա։ Ահա, ու չէ, ես իմ պատմությունը գիտեմ, ու այդ Գագոն աղջիկ ուներ, աղջկա անունը չեմ կարողանում հիշել, Մաշա, ու ըլնելով Նեպտուն համիկը Մաշայի քավորը տարել էր Մաշային 10 տարի անընդմեջ դոմփելա։ Դաժե դոմփոցիա տեղի ունեցե Նեպտուն համիկի այդ Բանգլադեշ որունի, այդտեղի բասեյնի մեջ։ Այսինքն տենում եք հայ առաքելական եկեղեցի, ուր այն գարեգինը կանչեք ներսերը դրալ։ Այսինքն լինելով ընտանիքի քավոր, տարելա իասանիգին, ոդնի բանարը, տումամբա, մորմաշ,
բասեյնի մեջ ջրեր, էսան ենյան, էսան ու ատե այդ խեղճակ չկան։ Ինքը լնելով դրա կավորը, եկնային գրած հենակ տեսե ցնցվել էր։ Դաժեն ժամանակ ես հաղորդում չի վարում, ինձ զանգ ասել էին, որ էտա Նեպտունի համիկ իասանիկին համիկ անել բասեյնների մեջ դաժե։ Հիմա այս Նեպտունի համիկ երևույթի հարցը ինչ պիտի լինի, բա քերական գործ վրեն չկա։ Չէ, իրեն վրա չկա, որովհետև ես չգիտեմ, մենք անմիջապես նրա վրա ինչքան է բողոքել ենք անօգուտ, բայց Քալոյան Անդրանիկի, որի անունով է շենքը, նրա վրա կա քրեական գործ, դատավարությունը։ Շատ ներողություն, Քալոյան Անդրանիկը գազարի գլուխնա, որ կարանար այդ շենքը գար վեկալեր եւ այլն։ Բա դուք Նիկոլ Փաշինյան անուն ազգանով վարչապետ կա, իան չեք դիմել։ Շատ ենք դիմել, շատ գրել ենք, շատ դիմել ենք, բողոքել ենք, մակագրվել են համապատասխան դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն եւ մինչեւ այսօր արդյունքը սա է մնացել։ Քանի հոգի ա տուժվել Նեպտուն համիկի չկայացած մուսկուլներով։ Դե ամբողջ շենքը ինձ թվում է, չհաշված պաշտոնյաների, որոնց նա երևի չերեն մոտենա։ Շենքում բնակվում են նաև պաշտոնյա մարդիկ, որոնց նա բնականաբար չէր կարող նման շորտման առաջարկություն անել։ Նա այսպիսի մարդկանց, ովքեր որ մտածում են հետևներում մարդ կանգնած չեն կամ կվախենան եւ այլն։ 53 բնակարան է, որոնցից շատերին տարել է հարկադիր վտարման։ Լավ, ով է այդ բոզի տղեն, որտես բանել է կարմանի, ես չեմ կարեմ հասկանամ։ Հիմա էլ խոն Դոդի Գագոնն եմ, Դոդի Գագոնն է, չէ դրա սպոնսորը։ Դե ասում են, մենք լսել ենք այդպես։ Լավ։ Ուրեմն դուք ձեր բողոքը տվեք մեր ավականիներին, հա։ Ես մի հատ անձամբ եկը ծանոթանամ մի հատ ավելի մանրամասն եւ կհասկանանք ինչ ենք անում, ընկեր հաչ մարդու հետ միասին, այսինքն գլխավոր դատախազություն ուղղակի պարտավոր է հասկանալ ի ձև են քաղաքացիների բնակարանները եկե մտել Նեպտուն համիկի կնգադլոյ։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Մարդ ինչ կարգի ագարկա պիտի լինի, տեսեք հələ մարդկային կատեգորիա։ Հիմա որ թողած հլնեն կանեն այդ նույն Նեպտուն համիկը հələ կանի բացի տղա։ Հիմա նույն էսի կլինի կանի քուչեն, խոսքի օրինակ, տենց Բանգլադեշ, անուշ ապերների հետ, խոսան տղամարդկությունից, խոսան արաբա տաղեն արաբ բոզլնեմ դու ջոգը մեզ սրպապի խծա դրա մորը տանեմ թողմախ հետ բեր այս ոչի մեջ, բայց ոչ մեկ չի ասեմ, այ պլուտոն, ինչ խերիս Նեպտուն, պլուտոն, հլը պլուտոն էլ չի, գիսաստղ, այ տեզերական բոզի տղա, շենք զավթե, Ուրեմն ես ուզում եմ սես կարճ բացատրեմ, որ կար Գագիկ Պապոյան, ով կառուցապատողն է եղել այդ շենքի։ Գագիկ Պապոյանին չի թույլտվություն տվել են, ասել են ստե շենք սարքի, թողը մենք։ Մարդը սարքել է, թող ուտանակով է։ Հետո Սեր Սարգսյանի եղբայր Լովիկը, այն որ աշկերը վաբշե չի բացում, այսօր Լովիկների օր է։ Դե ըստ կատեգորիայի է, չէ, ամենավերջինն է, մեջտեղինն է, դենն է, չգիտեմ, են լովիկը, որ ռոզիս կա մտում, Լևոն Սարգսյան, դրա աշկերը վաբշե չի բասում, բիզնես են ստոկի հանել են, այդ գյոթը։ Էնի ամարդ ղրգե, ասե, մի հատ կվարծիրա մեզ, Սաշիկն աղրգե, մի հատ կվարծիրա մեզ, Սեր Սարգսյանի, ու այդ մի կվարծիրան 10 մարդու վրա վաճառվել է։ Այդ ընթացքում, որովհետև այդ անտերը ունի 50 քանի բնակարան, բայց 100 քանի բնակարան արդեն ձեռից խլել են որպես նվեր։ Ես էլ մարդկանց փողը հավքեմ, որ շենք հանձնի, ինչ շենք, ով հասե տարել է։ Հետո Գագիկ Պապոյանի միջումը դնում են, տանում կողմ են բեր, 10 տարի տադում են, բայց մարդը դուրս է եկել արդեն։ Այս հիմարն էլ գնում է Նեպտուն համիկի հետ, ոնց որ բան ուզի, պարտկով գումար ուզի, դե քավորն է։ Ղաչ են դրել գլխներին, մերոն են քսե։ Փողա ուզեմ ես Նեպտուն համիկն էլ տալը մա, ինչքան է տալը չգիտեմ, 300,000, 200,000, ալիք կարևոր չէ։
Հետո որ իմանում ա որ Գագիկ Պապոյանին տարան կողին կլոր Անգեր Նեպտուն համիգը գալի մտնում օֆիսը ջարդան փշում սաղ թղթեր մկտեր վեկալեմ տանեմ չի բավարարվեմ մի հատեն էս Գագոյի աղջիկ Մաշային ա տանեմ ասում արի գնանք Մաշա Մեդվեց խաղանք ու տանեմ հերիք չի հələ մի հատ էլ ընդեղ ստրկություն հələ մի հատ էլ սեռական շահագործում եւ այլն հələ ասում եմ ես շատ շուտ էր որ ինձ զանգին ասին Նեպտուն համիկը բասեյնի մեջ սեքս անելի Արնանթամն ստորս ջրյա դլո տենալի Արնաթամ ջրի միջով մտնելի էտա այդ խեղճ աղջկա դլոյ ու ջրի բասեյնի ջրեր գնալի գալի հլելի կողեր սաղ վարարելի Նեպտուն համիր ջրային սեքս սիրելի դու պատվոտնի մինետես անելու բոզի տաղա ու սա կոչվում է քավոր ատես քավոր քրիստիկ եկնային գրասենակ տեսերա Այդ քավորը բան են ամ չէ ոտ են լվեմ ձեռ են լվեմ մերոն են քսում վրել եւ այլն այսինքն հիմա եկնային գրասենյակ Այդ սեքսն որ տեսել ա ջրի մեջ չափ այնտեղ բունտ չի հասունացե Քանի հրեշտակա դիմում գրե դուրս գրե աս դիմում բանը մանդատներ ասե ես այլևս եկնային հրեշտակ չեմ ես եթեմ եմ ստեղից Խոսախ չի աչես գլուխդ կախե Կապան եկնային գրասենյակին հուզվա Թաղեմ քեզ որ չես թաղվե Բա Նեպտուն Խերի գլոխ Նեպտուն Մարդ ինչ կարգի պիղծ պիտի լինի Որ գնա Իա ընկերոջ աղջկան հələ քավոր դա քավոր էլա հերը բերթի մեջ ասի փողս գնաց կորավ շենքը վեկալ երեք չի մի հատ պիտի աղջկան դոմփեմ 10 տարի Սա կնիկ ունի Նեպտուն համիկը պիտի որ կնիկ ունենա Այ կնիկ դու քո մարդի բոզի տղությունից խաբար չես Մաթով խաբար չէ դու նամուսով կնիկ ես Փաչեկդ կպցրել ես իար նստել ես ու անում ես յամալախ շեցի չխոսում իմ ասատես մանկանի Չէ ագար կա Խաբար չես քո մարդին չեր անեմ Գագո Միջավայրը Գագո դու եկեղեցի ես ռստերին տանեմ եկեղեցում ես ծսնեմ Նեպտուն համիկդ ախրանիկդ քավորախ շկանած ծսնեմ Ես չեմ ասում դու խաչը տենեմ խզգանեմ Գագո Այսը չի ցա Այսինքն ոչ մի սրբություն չի մնացել Հələ մի հատ էլ Վարդան Ղուկասյանին այն օրը այն ամերիկյան լրագրողն ասում է մարդիկ ասում են դու հավատացյալ չես Դու քրիստոնյա չես դու ո՞նց ես ուզում եկի չգիտեմ ինչ-որ միտեղ բան ղեկավարես խնդրեմ քրիստոնյաներդ Մեկ քրիստոնյա Գագոս էր տարավ եկեղեցու մեջ ռստերին ծծրեց վերջում արդարասին ասի չէ այտենց բան չի եղել ռստերին ինքը ծծրել է կամավոր Իան կամավոր են տվել բայց են հետիներին որ բռնաբարության հոդվածով դատել են դրանց է զորով էր մենակ Գագոյի ռստերն ասել է չէ դոմփի խաչի տակ դոմփի Իսկ ինչ վերաբերվում այս սրա քավորես Նեպտուն համիկը Գագոյից տեսե օրինակը վեգալը ինձ հետաքրքիր է կարող է Էդոն էլ Աբովյանի քաղաքապետն էլ սիրը մտենց սրբավայրերով կուկուլալատում ամբա Հա Քրիստիկ Խաբար չես Բադուն չես խաբար Գյորբեգյոր Ծծերը չորնաթափի Ես կանադառնամ Նեպտուն համիկին տանով, տեղով, ընտանիքով, կերած քաքերով Ասենք առաջ Քանի որ սենց ճպճպոցից գնաց խոսակցություն Ուրեմն գրեր են, ղրգեր են Զինվորական դատախազ լսա Ուրեմն Բարև ձեզ պարոն Ղուկասյան Բարև ձեզ Ուզում եմ անդրադառնալ մի երիտասարդի
ով ամեն գնով փորձում է խուսափել զինվորական ծառայությունից։ Ռազմական ոստիկանությանը տեղեկացված է եղել, որ Արթուր Նորիկյանը հոգեկան հիվանդ ձևանալով ՀՀ-ից Վրաստան, իսկ հետո Թուրքիա է տեղափոխվել, անունը փոխած։ Իսկ այդ գործի մասին գիտեր Ռվո ամիսներ, իսկ այդ գործի մասին գիտեր Ռվոն։ Ստորակետ դրեք, չեք դրեք։ Ամիսներ շարունակ գործը իրենց մոտ էր եւ ընթաց չտվեցին։ Այդ ամենի ետևում կանգնած է երիտասարդի մայրը Նարինե Նորիկյան, ով տուրիստական ընկերության սեփականատեր է Նարատուր։ Երիտասարդը մեկնել է հոկտեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 21-ին բողոքը ներկայացվել է քնչական ՊՆ։ Ասել են դե ինչ անենք, երկրում չի արդեն, գնացել է։ Ապագա զինվոր փախցրել է։ Մեզ ուղարկել են այս կնոջ լուսանկարը, ես չեմ կարող հասկանամ ինչ sense սիրասուն կապերի մեջ է Ռվո փոխգնդապետ Արթուր Ավագյանի հետ։ Չգիտեմ, Արթուր Ավագյանը մարդունի կնիկ ունի թե չունի, բայց ոնց հասկանում եմ, կնիկ չունի։ Ես հետաքրքրվեցի այս գործով, ընկեր Աբազյան, ստելսի, եւ ռազմական ոստիկանությունը տիկնոջից խլել է կամ ստացել է մոտ մի 10 քանի հազար դոլար։ Հիմա որ թիվը ասեմ 15, ասեն չէ, 15 չի, 13.5։ Դրա համար փող վեկարերա։ Ալտկինը անլեգալ ճանապարհով իր կապերով ոսկեղի ընդհանուր ժամացույցներ է ՀՀ բերում վաճառում։ Նման գործերով է զբաղված խառը իրերի առևտրով։ Ռվո փոխգնդապետը գործին ընթաց չի տվել փողի դիմաց Արթուր Ավագյան։ Ես հեսա ցույց տամ։ Ուզում եմ հասկանամ Ռվո փոխգնդապետի հետ տիկինը ինչի ասենց գրկախառնված նկարվե։ Դու խալխի մարդի հետ ինչ գործ ունես։ Պարոն Աբազյան, քո հետ են սենց զինվոր ապագա զինվորների մերերը նկարվեմ։ Հա։ Կողինը Ռվո փոխգնդապետը խնդրեմ եք լուսանկար եւս։ Էտո սենց լուրջ իարկող կանգնած։ Անդո ֆիքսի։ Ուրա է զինվորը։ Էս է զինվորը։ Հելերա ու գացերա երկրից։ Վերջ։ Ասենց զինվոր մենք ալևս չենք ունենա։ Մաման դլոն տվեց, տղուն փախցրեց։ Պլուս դլոյի վրան էլ դոլարնի դրեց, որովհետև մենակ դլոյով հարց չի լուծվում։ Սա հաղորդում է հանցագործության մասին, պարոն Աբազյան, իհարկե հաղորդում է։ Անդո գրի, քանի քեզ չեմ թաղե։ Մենք հեսա կանադառնանք զինվորական դատախազին։ 15 խազաշ, փողը տվերա, տղեն գոցերա։ Արցավ, ատաստաղը գործություն չունի։ Այս ամենի ֆոնի վրա, ուրեմն այսօր աշխովս ընկնում բան, միած ստատուս գրել է Զարա Մարգարյանը։ Առաջին հայացքից ոչ մի բան չասեց։ Զարա Մարգարյանը հրապարակ օլաթերթի մեր Արմինեի դուստերն է։ Էնմի։ Ուրեմն ինչա գրել է դոգը ինֆո չունի, իմ նյութերն ավելի շատ են։ Ուրեմն Զարա Մարգարյան դոգը այնքան ինֆո ունի, որ էլ չի հասցնում խոսալ դրա մասին։ Օրինակ, դոգը կարա նաև ինֆո ունենա հետևյալի մասին։ Գոյություն ունի Digifence ընկերություն։ Մի օր դնենք սա։ Telegram կանալ բացատրենք, թող ժողովուրդն էլ նայեն։ Որպեսզի հարցեր չառաջանան։ Ոյ։ Արմինե, են որ դու իմ մոտից նյութը լսում ես, վեկալում ես, տպում ես, տեղադրում ես, նյութ ես սարքում ու չես նշում ումից, ասում ես դոգ անունը արգելված է խմբագրությունում տալ, բա դոգի նյութերը խես տնեմ, հիմա ես էլ կդնես։ Ուրեմն Զարա Մարգարյան, նորից եմ կրկնում, Արմինե Օհանյանի աղջիկն է բաժանված ամուսնուց։ Գոյություն ունի Digifence ընկերություն, որը զբաղվում է գիբեր անվտանգությամբ։ Digifence-ի հիմնադիր տնօրեն Արթուր Մարտիրոսյան, էլի ոչ մի բան չասեց։ Արթուր Մարտիրոսյանը Զարա Մարգարյանի մարդն է, այսինքն
Արմինե Օհանյանի փեսեն։ Հիմա բժշկական համասարանը ռեկտոր Արմեն Մուրադյան շենքերներ հանում ծախում, ասում էր փող չունենք, բժշկական համասարան Քասիբի։ Բայց այն փաստաթղթով, որը որ ես հիմա հրապարակեցի Telegram կանալում, բժշկական համասարանը Digifence ընկերությանն է փոխանցել 6.900.001, 619.002, 10.500.000 դրամ 3 ու այսպես շարունակ։ Քաղաքում գրեթե պետական հիմնարկ բուհեր եւ այլն լրիվ էս Digifence-ին փոխանցում են։ Ինչի համար, ինչ գիբեր անվտանգության մասին է գնում խոսքը, ես չգիտեմ։ Հիմա սա Արմինե Օհանյանի ատկատնա չերես այս տիպի ճանապարհներով, թե ոնց, էսի արդեն պիտի պարոն Աբազյանս հասկանա։ Ասնում ենք առաջ, այն ռեկտորն էլ ասում էր փող չունենք, բայց միլիոնավոր դրամն է փոխացում Digifence-ին, ինչի համար չեմ հասկանում։ Զարայիս հերը, այսինքն Արմինեի նախկին ամուսինը, Ձոնիկ Մարգարյան, 65 տարեկան Մարտի ու Ձոնիկ Մարգարյանս այդ էր ուզում, բա ինֆորմացիա եմ տալում ագարկա ուրա Ձոնիկը ուրա Ձոնիկ Մարգարյանը ղեկավարում է իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն ՊՕԱԿ-ը, այսինքն դատապարտյալներին լեզու են սովորացնում, ծրագիր են սովորացնում, արդարադատության նախարար Գիգիշ, սրան է պատկանում։ 3 տարի դատապարտյալ եմ եղել, չեմ տեսել, որ որևիցե մի դատապարտյալին լեզու սովորացնեն անգլերեն, parlez-vous français, Deutschland եւ այլն։ Ինչ որ մի դատապարտյալին կոմպյուտեր սովորացնեն եւ այլն, բայց գումարներա որ մխսվում է այս ՊՕԱԿ-ի միջոցով։ Նույն շների ՊՕԱԿ-ն է։ Փողա որ լվում են, ստեղնել Ձոնիկն է լվում։ Նույն էս Ձոնիկ Բոզի տղեն ժամանակին ղեկավարը մեր ղեկավարը մեր մի րոպե լրջագույն խնդիրներ Հանս Քրիստիան Կոֆոետ անօթևաների կացարանը հարուցվել է քրեական գործ։ Այսինքն նույն Ձոնիկը, ով ղեկավարը մեր, էսել գրել է Սպուտնիկը, ես չեմ գրել, որ քրեական գործը հարուցել է, օգոստոսի 3-ին Սպուտնիկ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթովյան գնացին մտան ծսրին եւ այլն։ Ինքը լնելով քրեական հանցագործ, դատապարտյալնիկին եւ կալանավորնիկին սովորացնում է թե ոնց ուղվել, ոնց շտկվել։ Բոզի տղեն համ Ձոնիկ Արմինեիս մարդը, համ բանն այս արդարադատության նախարարության ՊՕԱԿ-ն է քաշում ծծում տանը, համ ես անօթևաների Հանս Քրիստիանը ծսնիկ ես, Արմինեի աղջիկ, համատից է ծսնում տանում, հլը մի հատ էլ ասում է, թե ինվորմացիա չկա, դոգ ինվորմացիա չի տալում, այդ մեր ու աղջիկ դոգի դարդովն է քրքրվում աղջի, հա, ագարկա պապատ, որ ծսնում է երկու հիմնարկ, բա դրա վերաբերալ ագարկա մամատխի չի գրում, որ մարդը դատապարտյալներին ընդեղացնում, սաղ փողերը տանում են, Հանս Քրիստիան անօթևանների տունը, 100-ից ավել անօթևան, մխսմ լապհմա, Ձոնիկի դեմքին նայում եմ, ֆենոմենալ Բոզի տղա, ուրա սրա դեմքը, ես ական է կսեմ, Telegram թո ժողովուրդը տենա, որ չասեն Վարդան Ղուկասյանը որրից դուս օյներ հանում, ուրա ես, Ձոնիկին ես անեմ Ձունիկ, ալկագոլիկ Բոզի տղա, դեմքին նայում ես հասկնում աղ, հələ միա դու քո ղախպի տղա հորը նայի, ագարկա, նոր հետո ասաս ես շինեցա, ուրա կանիլ է, չասել էլի, այդ անձնական թշնամանքի հել է ինչի խոսումի։ Ձոնիկ, նայեմ ես դեմքին, են ալկագալիչկա երկը, ես Բոզի տղու մասին է։ Ու սա
զբաղվում է դատապարտյալների ուղմամբ, ինչքան դատապարտյալ կա եւ կալանավոր։ Զարա Մարգարյան բոլոր Հայաստանի Հանրապետության քերակատարողական հիմնարկներով, կլուշնիկներով, հսկիչներով, Բերտիպետերով եւ այլն, դաժե Բերթի ժամանակավոր պաշտոնակատարով, ես Նոբարաշենի Բերտիպետի ժպեին առանձին եմ ծծցնելու։ Դրանք բոլորը Հանս Քրիստիան Անդերսենի հետ միասին ծծցնեն քեզ ու քո Digifence ամուսնուն ագար կա։ Սմա Վարդան Ղուկասյանը ինֆորմացիա չունի։ Ես ունեմ։ Քնամեն, հլնամեն, մեր աղջիկ Վարդան Ղուկասյան ասում են, պատկերացնում են, չգիտեմ, սեքսի ծով, սեքսի ծալավ։ Ղազղանամ ընկնում են ժողովրդի ջանին։ Դավթաշենի թաղապետ Հովասապյան։ Ես շնորհավորում եմ Դավթաշենի ժողովրդին։ Դավթաշենն ունեցավ նոր թաղապետ։ Նիհար, ագուրեց։ Ուրեմն գեշ Հովասապյանս Վազգեն Սարգսյանի քվոր, Արմեն Սարգսյանի կանդիդատնի։ Ես առավոտյան էլ հիշեցրեցի, նորից հիշեցնեմ, որ Դավթաշենի թաղապետարանի շենքը պատկանում է Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանին։ Գևորգյան Տոլի Գրիգորյան խառն եմ անընդհատ Շենքը սեփականաշնորհեր է ու հեռացել է Միացյալ Նահանգներ։ Գտնվում է հետախուզման մեջ փողերի լվացման հոդվածով։ Աղջիկը Վովայի Ամերիկայում զբաղվում է այտենց կուլտուրական միջոցառումներ կազմակերպելով երեխաների համար։ Հիմա 5 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը չկարողացավ հետ խլել Դավթաշենի թաղապետարանի շենքը, որը որ ապօրինի անցել է որպես Վովա Գասպարյանի փեսու սեփականություն։ 5 տարի պողպատե մանդատել տվինք, պողպատե խեռել տվինք, պողպատե դլոել տվինք, ամեն ինչ տվինք, ինչ պողպատե կար, պողպատ, չուգուն, ինչ ասես տվինք, այս բոզի տղեկի ձեռը, բայց Վովայի փեսու խեռը ավելի պողպատ էր, քան Նիկոլի ձեռի չագուճը, այն որ բանդիկը ձեռը հելել էր վրեն կապած ժողովրդին ասում էր ինձ պողպատե մանդատ տվեք, հատիկ ծսնելու եմ, հետ եմ բերելու։ Ուրա։ Դաժե քո թաղապետը բոզի տղա, ընկեր Նիկոլ, Ռիչարը կող դաժե վեկալ են զանգեն 102, ինչ որ մի հատ ավտոմատից, փողոցի, ասեն բանը Դավթաշենի թաղապետի կաբինետում խոսքյորինակ բոմբ կա դրած։ Եկեք նայեք, գային դուրը բաց էին ջարդեին, բտնեին դրանց հետո ասեին աղբեր, կեղծ ահազանգ ա եղել, խոսքի, կամ տրուբա լոպնուլա վադաֆշ, խոսքի, կամ հարուցել էին քերական գործ Արթուր Գևորգյան Գրիգորյան Գանդոնի վրեն։ Քերական գործի շրջանակներում կարային անեին բանը դատարանից վեգալ էին որոշում խուզարկության, կային կամետի դուրս ջարդին, մտեն խուզարկություն անեին, թաղապետին էին լասին, անցին վերենգի։ Դուք հլը տեսեք։ Արգիշ Քարամյան, Արթուր Դավթյան, գլխավոր դատախազ, Տիկին Աննա Վարդապետյան, հմեն վախենում Գասպարյան Վովայի փեսուց։ Ոնց Խիկա մեկը, որ կարա գնա Գասպարյան Վովայի փեսու կաբինետը բացի, լավա պիտի շնորհակալություն հայտնեն Արթուրին, որ կաբինետը չի սարքե մոթել, խոսքի օրինակ գային կողի կաբինետում կողվեին, Դավթաշենի թաղապետարանի մեջ։ Կամ Game Zone։ Հիմա Հովասապյան, ես քեզ տալիս եմ, չեմ քրֆեմ։ Ստե գերեմ ենք 24 ժամ։ Ժամանակ, չի հենց վաղը։ Որ վաղը լինելու է Երևանն է խոսում, ամենայն հավանականությամբ նախապես կտեղեկացնենք։ Վաղը, եթե վաղը եղավ, մենք կզանգենք նորից Դավթաշենի թաղապետարան, հասկանալու համար, պարոն թաղապետ Հովասապյանը բացեց Արթուրի կաբինետը, թե ոչ։ Եթե ոչ, ես կփորձեմ անգամ օգնել, որպես ինքը այդ կաբինետը բացի։
Եթե ինքը այդ կաբինետը չբացեց, էլ ես չասեմ ինչ եմ անելու ընկեր Հովասապյանի հետ։ Են որ իջում ծծում, էդի համարյա բան չասել։ Հասկացանք իրար։ Ինձ է տարկիրա Վազգենի քուրը հիմա ինչ ասելու, պիտի ասի ով ոչ։ Հակա չամարցակվեց, դա հակա օրինական մարդը ռոզիսկի մեջ ա։ Էլ չի էլ գա Հայաստան, չի էլ կարա գա, որ ուզենա էլ չի կարա գա։ Եվ այլն, բայց վախը մեն դուրը բացեն աղ չի։ Դեղին գծիկ։ 1, 2, 3։ Այդ նշանակում վաղ ծսում։ Ասնենք առաջ։ Պարոն Աբազյան, Ֆլեշի Բարսեղի տղա Հայկո։ Են որ նարկամանա, են որ բացահայտ դեղ ծրողա, սաղին դեղի հակցնումա հասկցանք։ Վաշխարու տոկոսով փող տվող էտել, փողերի լվացում Արարատ բանկով էտել։ Ես ուզում եմ հասկանամ Ֆլեշի Բարսեղի տղեն, որը որ ես բողակի տարիքը չգիտեմ, չասեցի, միանշանակ վստահ եմ, սա եւս չի ծառայել բանակում։ Հիմա ընկեր Վահե Ղազարյան, ընկեր Աբազյան, ուժային կառույցի ղեկավարներ եք, որ այս մարդը բացահայտ նարկոբարիգա, բացահայտ կերպով զբաղվում է փողերի լվացումով։ Ես հիշեցնեմ, որ Ֆլեշի Բարսեղը դա Սերժ Սարգսյանի դրամապանակն էր։ Մարդկանց առևանգում, պետական հարկերի չվճարում, խոշտանգում, կոռուպցիա, շանտաժ եւ ինչի միջով ասես Ֆլեշի Բարսեղն անցելի Ղարաբաղյան կլան։ Նորից 5 տարի անցերա Սերժի Վաչոյի նման արդարացրին, ասին դու բարի մարդ ես, եկնային գրասենյակից եկած, գնա եւ վայելի։ Եվս մեկ ապացույց փաստ Նիկոլի զոմբիների համար, որ Ֆլեշի Բարսեղը ծսնի Նիկոլի տուն ու տեղը աղջկեքով հանդերձ, այդ թվում նաեւ մենք եթերի մեջ ենք, հարգելիս։ Կզանգեմ։ Եթեր ենք, կզանգենք։ Ղարաբաղցի էր։ Դրա համար վեգալա առանձին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ։ Նյուժելի այսքանից հետո էլի եղան մարդիկ ու եղան, որոնք որ գնացին եւ ձայն տվեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ու բերին կողին քաղաքապետարան։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Գոհություն ունի։ Այս մարդը քարտը վառել է։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք անդրադարձել էինք նոր հաճանի թաղապետ Գագիկ Հայկի Մաթևոսյանին։ Մարտ, ով 97 թվին ավտովթար տվեց, 4 հոգու միանգամից դուբլեց ղրգեց են աշխարհ։ Եվ իր սեփական օրինակով դաստիարակեց իր երկու որդիներին Հայկ Մաթևոսյանին 98 թվականի ծնված եւ Նարեկ Մաթևոսյանին 2005 թվականի ծնված։ Ես ասել էի, որ այս երկուսն էլ բանակն ու սա հիմա պիտի գնա, Նարեկ Մաթևոսյանը մենք դեռ տեղեկացված չենք գնացել, այսինքն պիտի գնա թե ոչ, ազատելա պապան թե ոչ, բայց անպայման կտեղեկանանք, եւ ես պապային կծսնեմ տնով տեղով, եթե հանկարծ Նարեկ Մաթևոսյանը չգնաց բանակ։ Հայկ Մաթևոսյանը գտնվում է տնային կալանքի մեջ։ Այս երկու եղբայրները դանագահարել էին երկու հոգու, մենք տենց գիտեինք։ Հետո պարզվեց, որ ոչ թե դանագահարել էին երկու հոգու, այլ 3 հոգու։ Ավականու անդամ Ներսես Պետրոսյանին թևից
Գևորգին եւ Նարեկին, այսինքն հասկանալի է, չէ՞ որ միայն Հայկը ավակ որդին չէր կարող 3 հոգու դանկել։ Հետը եղել է նաեւ Նարեկ Մաթեոսյանը, ով գտնվում էր պայմանականի տակ։ Նորից դանակահարության համար, լինելով 16 տարեկան Թուլա, դանակահարել էր Էդգար Վաղինակի Մարգարյանին, մեղադրվել էր եւ դատապարտվել էր 112 հոդվածի առաջի մասով, դատական գործ դատալեքսում ԿԴ 0117/01/22 3 տարի ժամկետով, պայմանական 2 տարի, գտնվելով պայմանականի տակ, ընկեր Նարեկ Մաթեոսյանս, այսինքն Պուճուրես, դանակահարումը եւս մի քանի հոգու ավակ եղբոր հետ միասին։ Հետո դանակահարությունից ժամեր անց մեզ այդպես է տեղեկությունը հասել, ոմն Պավլուշի գոր անունով մեկը Հայկոին ինչ որ գայի պոստի մոտ հանդիպում են, զրուցում են իրար հետ եւ այլն, որ ինչի ես դանգե անուշ ապերներին աչոտը կարաստաս, քաղաքապետի տղա Հայկը աչոտը չի կարացե տա, որի արդյունքում Պավլուշի գորը դանգել է նաև ընկեր Հայկին, այսինքն քաղաքապետի տղուն։ Դրանից հետո քաղաքապետի տղեն գնացել է Խաղմաս ու հաղորդում է տվել ոչ թե Պավլուշի գորի վրա, այլ հաղորդում է տվել այն մարդկանց վրա, ում ինքը դանգել է։ Այսինքն ավականու Ներսես Պետրոսյանում թևից են դանկե, Գևորգի եւ Նարեկի, այսինքն Աբայուդի դանակահարությունն է մտում եղե։ Փաստորեն ալի կոմ թողենք բանը բոզությունը, սա բանը եղե մուտիլովշիկ փուրը տվողա, այն որ ասում է շինի հայրապետը, ջարմեն քաշի կարապետը, այս իրավիճակն է եղել։ Մենք փորձեցինք առավոտյան կապ հաստատել Նորհաճնի քաղաքապետի հետ։ Ժամը 12-ն էր, Նորհաճնի քաղաքապետը գործի չէր եկե։ Ես ին որտե ծածամ էր։ Ումը չգիտեմ։ Մի որդին գտնվում է տնային կալանքի մեջ, մի որդին գտնվում է պայմանականի մեջ, ոչ մեկ բանակ չի գնացել է։ Զինվորական դատախազություն Էլիզբարյանա, Էլիզբեկյանա, ես չգիտեմ, ում խեռնածածամ, նորից ոչ մի ձայն բարբարո անապատի։ Այս 2 օրա ինչ որ մենք զրուցում ենք Նորհաճնի քաղաքապետից, ինձ զանգել են տարբեր մարդիկ, էլ Ամերիկայ, էլ Մերձավան, էլ Նորհաճնից, էլ տարբեր, խնդրում, աղաչում, պաղատում, որ թեման փակվի։ Մենք բոլորին պատասխանում ենք ոչ, թեման չի փակվում։ Մաքսիմալ այն որ մի փոքր, այսպես ասած, զիջումային տարբերակ, որ կնիկ մեր եւ այլն չգրլվի, մի հարազատ անձնավորություն մեռավ զանգելով եւ եթե մի անգամ էլ զանգես արդեն կհարցակվեմ դրա վրան էլ դերս, խնդրելով որ ինչ կնի գոնե խնայեն կնգան։ Գոնե կնգան չկպնենք, չգիտեմ ինչի այդքան դողում իա կնգանով։ Ընկեր Աբաս, ուրեմն սա առելա ու շարունակում է ու այնքան գործայեք է, այնքան բողոք, կոռուպցիոն, թալան, մալան, որ արդեն մի քանիսը մի կողմ եմ դրի, ասեմ, հələ թոմանա մի քիչ, հələ այս մի քանիսով, գրի մոտդ անդո, գրի տավար։ Ուրեմն սա այս Նորհաճն խոշորացվածը հողավոր առնվա, Սանիկ Արկադիկի եւ Մամփրեի անունով, Մամփրենովա չգիտեմ։ Տասնակներով, կոպեկներով, սա հողերը սրա նրա այդ անով առնումա, Ժան-Կոչյան Մամփրե եւ Դավիթ, հայր եւ որդի, գնամ ստուգում ես, ընկեր Աբազյան, թես Մամփրե Ժան-Կոչյանը եւ Ժան-Կոչյան Դավիթը քանի հող են առել վերջին ժամանակատվածում, ինչ գնով եւ ոնց է ստացվել, որ այս բոլորը անցնում է Իասանիկ Մանիկ եւ այլն գանդոններին։ Իսկ ինչ վերաբերվում է տհաճմարդ ձեզ, ուրեմն Հայկ Մաթեոսյանը պիտի գնա Բերդ, այլ ոչ թե տնային կալանք, մի քանի հոգու դանկող մարդը չի կարող մնալ տնային կալանքի տակ։ Ինչ վերաբերում է որդուն Նարեկ Մաթեոսյանին այդ գլամուր չաթլախին, սա պիտի գնա բանակ,
անկախ նրանից վրեն կա պայմանական թե ոչ, սա պիտի գնա բանակ։ Եվ եթե Եղվարդի զինկոմիսարիատը Նարեկ Մաթևոսյանին չզորակոչեց բանակ, սա եւս վերցնում եմ ես իմս գողության տակ, ես Եղվարդի վայենկոմի տուն ու տեղը կծածցնեմ, բրլյանչիկները գալու են մտնեն Եղվարդի վայենկոմի տուն եւ դուրս չգան։ Ինչ վերաբերվում է ընկեր Գագիկ Մաթևոսյանին։ Ընկեր Գագիկ Մաթևոսյան, դու բոզի տղա ես, դրա մասին ոչ մի խոսք։ Էդի գրուկ պեչատուկ։ Դու եթե երկու տղա չես կարացել դաստիարակես։ Եթե դու ունես երեխա ես դաստիարակե, որը որ լինելով 16 տարեկան բես պիծի մինուտ կարող էր խլել մարդու կյանք։ Դու ոնց ես 10 տարուց 20 տարի, 10 տարի, 15 տարի ղեկավարում ես այդ քաղաքը։ Ոնց ես կպե այդ աթոռին ու փոք չես գալի եւ քեզ ոչ մի կերպ չի ըլնում փոկել։ Ես չեմ կարող հասկանալ, մտեղ ավականիներ կան, չկան, բաբշե դրանք ինչացու են, ում խերրի գլոխն են, ատեղի ավականիները, Կիրովականի ավականիները, Լեննականի ավականիները։ Դու երկու բիջ չես կարացել դասիրակես։ Նկարները տեղադրեցին, նայում ես երևա հղպացած, հորացած, խերրերին չի վիճակա։ Կինդ միանշանակ համոզված եմ կնիգդ, կարող է դաժե չել աշխատում, կամ միտե ինչ-որ մի գրանցված եղել է։ Այդ տիկինդ, ես ինձ հազիվ եմ զսպում, հազիվ, ու ես իմ սաղ փուխս էսա թափելու եմ այդ զանգողի վերային։ Ինչով ես բաղված եղել, որ երկու բոսյակ, երկու լացիրակ չի կարացել դաստիարակել, որպես մարդ, որպես տղամարդ, ու սենց վիժվածքները փոխանակ հիմա գտնվեն առաջնագծում, գտնվում են մեկը տնային կալանք, մեկը պայմանական ինտակ եւ այլն, ու տերոր են ենթարկում ամբողջ նոր հաճնը։ Լավ, հիմա որ դու փորձում ես մեղմել, ընդից են զանգում, սաղի սամահատվոց, դու ես ուզում հասկանամ քո ուզածը, դու անգամ տղամարդ չեղար, տղամարդ, հեռախոսա զանգդ միացնել, որ ես քեզ հարց տամ, ասեմ տղետ, խիա բանակից ազատված, ընկեր Գագիկ, հա? Ինչով է քո տղեն, այդ 25 տարեկան մարդասպան բոզի տղեն, առավել եռաբլուրում զոհվածներից, ինչով? Այն 5000 հոգին կամ ոչ միայն 5000, այս ամբողջ զոհվածներ ես բանակի, այսպես կոչված Արցախյան, Գոյամարտ, պատերազմ եւ ինչով են քո բջերը դրանցից առավել։ Քո կնգա դլո, բրլյանտից դլո, չէ, սովորական, կենսական օրգան, սեռական շրթերով։ Ինչի քո երեխեքը բանակում չեն ու հիմա էլ սրան ես զանգեմ, նրան ես զանգեմ, նրան ես խեղտել տալեմ եւ այլն որ քեզ չքրֆեմ։ Տղուտ խի բանակ չես ղրկե, բոզի տղա։ Հարց եմ տալի քեզ։ Ինչի ես հետ թողե զորակոչից որ այսօր տարելա սենց հաբրգան, որ զանգում ես իմ ընկերներին եւ այլն, ես եմ նրանց գրլը մարդել, որ մի խառնվեք, մի չամտեք, տանել չեմ կարում, որ զանգում են։ Ինչի ես բոզի տղեկիդ բերը կոխե կնգատ փեշի տակը։ Հե? Բոսյակ։ Հիմա էլ ասում ես, իմ երեխը, ես թունում եմ, որ իմ երեխեքը բոզի տղա է։ Հա, հետո, կոնեք ետ հայն կզով էին, մեդալ կունեն այդ տունը։ Դերջը։ Ու ընկեր զինվորական դատախազությունը, այդ գանդոնը, որ նստածա որպես զինվորական դատախազ, որ ասում է Գասպարյան Վովայի տղեն օրինականա ազատված, Արշակի տղեն օրինականա ազատված, Դոդիս տղեն օրինականա ազատված, Վանեցիս տղեն օրինականա, այ մարդ այդ սախ մեծա հարուստների երեխեքը այդ սախ հիվանդ են ծնվում, հա, մեջտերը մի հատ առողջ չկա, Հեսա կճարենք։ 100%. Connected to Galaxy S22 Ultra.
Նիկոլն ենքան փալասա, որ հանուն իա ռեյտինգի, PR-ի, սեփական տղուն ղրգեց բանակ, ինքն էլ գնաց տղու հետ նկարվավ, տեսեք ժողովուրդ իմ տղեն բանակը մա, բայց ինքը չի կարում իա մոտ կանչի զինվորական դատախազ կոչված բոզի տղուն, ասի Էլիս Բայրյան ես, Էլիս Բեկյան ես, միա թլինից բացատրի, ոնց հաստացն, որ երկրի վարդ... Զանգում ենք ազգային ժողովի պատգամավոր Գրիգորյան Մարտունիկին Լեննագանցուն Ատես, մաման քումբավ, ես էլ չի վեգալավ, ես բոզի տղեն ազգային ժողովի պատգամավորա, տղեն պատիվ ունեմից, 3 տղա ունի, ոչ մեկ բանակ չի ծառայե, ոչ մեկ, սրած ամբողջ ազգա ցեղը տակը բանակ չի ծառայե, Սերգեյ Բագրատյան ազգային ժողովի պատգամավոր 2 բոզի տղա ունի, 2-ն էլ բանակ չի ծառայե, Տարոն Մարգարյան, ոչ մի տղեն բանակ չի ծառայե, ու ես Սերգեյ Բագրատյանի տղեն էլ 3 տորեսուր էլ ընգավ ավտովթարի մեջ, կամ փոխանակ բանակում Ուրալ քշի, ինչա քշում, ես ասել եմ, հանրային ձայնն եկավ, ով բանակ չի ծառայել, ազատվելա բոլորի վարորդական իրավունքներն նման կենսալ, չեղարկվում ա, ով բանակ չի ծառայել պրավա ունենալու իրավունք չունի, ով բանակ չի ծառայել ոչ մի ղեկավար պաշտոնդաժ հասարակ, պետական համակարգ չի կարա մտնի որպես տեսուչ, իրավունք չունի աշխատելու, ոչ մի բանակ չծառայած խոսքի իրավունք չունի, Իսրայել ուրեմն հրյաները Կանադա, Ամերիկա, թողա, սաղ Եվրոպա, աղջիկ տղա վազում են իրանց երկիրը պաշտպանեն, այս բոզի տղեկը ելնելով իրանց երկրի մեջ, ոնց հասնի սաղին ազատվում են, սաղ հիվանդ են, սաղ, ու ինգեր Նիկոլը, այս բորնիկի տղեն ենքան պալասա, որ չի կանչը միա մոտ ինգեր զինվորական դատախազն ասի միա տղա ջան բացատրի հասկանամ էլի, խի իմ տղեն պիտի գնար Ղարաբաղ ծառայեր, դոդի տղեն, Մարտունիկի տղեն, դեպուտատա պատիվ ունեմից, դու ազգային ժողովի պատգամավոր ես, մորը ծածացնի ալամ ազգային ժողովը, դու ոնց ես ազգ ներկայացնում ազգային ժողով, երբ որ քո տղեկը ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից, ու կողքի նստած քպը բոզի տղեն չի ասեմ, գանդոն, որ հլնեմ խոսում ես, Արցախի դրոշ է իր դրե դեմատ նստե, այ մամայի ծծնեմ, այդ Արցախի դրոշով, տղետ խի բանակում չի, տղետ խի Արցախ չեր պաշտպանում, բանվորի, տաքսիստի, աման լվացողի, հավաքարարի երեխեքն էին Ղարաբաղեթը, Բա հարց տվեք, նույն Վանեցյանը մանդատը դրեց տրավասմա, իմ տղեն ուզեմ էր էթար, չտարան։ Ոչ մի, այդ սաղ այդ հոդվածները, այդ հարթաթաթություն, խերաթաթություն, չգիտեմ ուղեղի գլխի ուղեղիկի մեջ կիստա, այդ բոլոր հոդվածները չեղարկվելու են։ Հարթաթաթես, խերիս հարթաթաթնես, կետաս բանդիկա կակնես, կրտես կոմպի դեմը։ Բոլորը պիտի էթան, բոլորը։ Явни вот зер down մաուն որ явни որ մտնում է կամիսա տենում ես արդեն այ դրած օքեյ մնացածը սաղ է թմեն մտում ես մի շատ սերունդ ունեմ հələ մի հատ է սես դրած սաղին ազատում են ու հիմա սա վաղը մեկը դառնալու է մարդասպան մեկը դառնալու է մինիստր մեկը դառնալու է խրեգալող պրեզիդենտ եւ այլն բա դեպուտատների դու դեպուտատ ես եթե քո երեխեն չի հետը Մարտունիկ, այ Մարտունիկը ստծեց դարի միասա բոզի տաղա, տեղում անջատեց, զգաց որ յանեմ զանգը, գյոթի բալեն, տեղում պատիվ ունեմ, կուսակցությունից էլ եկելա, բա պատիվ ունես, բոզի տաղա, սելան մուշեղի չի տղեն ռուզիկ, քո երեխեն խի չի թմբանակախ չի, քո երեխեն ինչ է լավ, հա? Ինչ ագրե? Ռուզիկի տղեն էլ ազատ է բանակից, սերան մուշեղի չես, ընգեր գեներալն, ասամա չէ, իմ տղեն չպետա բանակ, մարդը գրեմ ա, երորդ կարգի հարթաթաթ եմ, լավ են ծառայել եմ, իմ սաղ ժողորդը ծառայած են, հեմեն,
Գասպարյան Վովան ասում էր, ես իմ տղու բանակն եմ սարքեմ, բա որ դու քո տղու բանակն ես սարքեմ, բա իմբիցիլ տղետ, խի բանակում չի հիմա Վովա։ Դուք նայ, Գասպարյան Վովայի փեսու կաբինետին մոտիկ չեն եթեմ, Գասպարյան Վովայի տղեն օրինական ազատված, Արշակի տղեն վապշե, Արշակի տղեն կարմա վերտալոտի մեջ դլոդոմփի ծածանի, վերտալոտով էլ գայիշնեն, Մարֆա Վասիլևնան էլ են թևերը թափածուրց, բարս տիգինալուս, բարսակրու կաբլուգներով, մեղերն առնի դոշերը սենց իար, խպելով ճապալ, բասեին կերցնի, սպիտակ սարոշ կնի էր հակնեմ, կնի գեր դոմփան, կնի կարմ են դոմփեն, բայց բանակ չեն կարմ ծարայեն։ Հասարակ ռացայի դեմ չի կարանզնի կամուտատր վեկալասի պարքև, խոսքի եսիմ ինչ։ Լավ, ես կարգի բոզի տղա, լավ, ես կարգի, ես ուզում, աննա բոլեին, քո մարդը խրի գլոխա, ես ուղակի քեզ եմ դիմեմ, այ կնիկ, դու չես կարեմ միաթելա քո մարդուն գիշերը, Էց դլոտ տնես բենին, են պչացած ատամով բենին, որ նեկալա երգիր թալան էր, բանա ատամ կսարքեր, էց սաղ Ուկրայինա, Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիջ, էդ կան ворց մտան ու չհելան, էց սիրուն պմբուկըտ դիժ մարդուտ բենին, ասա բոզի տղա, մեր եթիմը ինչի պիտի գնար ծարայեր, Վովայի, Վանեցյանի, Դոդի, Մարտունիկի, Սերգեյ Բագրատյանի եւ այլն որդիները ոչ։ Սա վերաբերմունքա պետության նկատմամբ։ Սա վերաբերմունքա ազգի նկատմամբ։ Են որ բարձրանում են, խոսում էին, միտինգ էին անում, ժողովրդի մեջ քարոզարշավ էին տանում, քուչա, թաղամաս ընկած, այս ժողովուրդն էլ ոչխար, գնաց զեն տվեց, ասեց, վայ, չէ, դոգը քֆուրա տալեմ, մենք դոգ չենք ընտրի։ Գնացին ընտրեցին սրան, Քոչանի թայֆա, Պատիվունեմի թայֆա, չգիտեմ ես, թևավոր գանդոն, կլոն գանդոն եւ այլն։ Սա նաեւ ազգն ամեղավոր, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ, ծնողներ։ Ես ուրիշ բան չեմ ասում, վերցրեք, ցանկացած թագավորական ընտանիք, չեթանք հասնենք Իսպանիա, Բելգիա եւ Անգլիա։ Անգլիայի թագուհու թորները երկուսն էլ ծառայեցին բանակում, մեկը Աֆղանստան, մեկը չգիտեմ, որ մի գրողի սև ծոցը, թագավորական ընտանիք։ Որ ասկի Մարտունիկը են Բրանդենբուրգյան դարպասների են խորխե անցելա ինչ-որ մի հատ նեգր կամ եսիմով, այդ դրա էտի չարժե։ Բայց Մարտունիկի տղեն չէ։ Սա գալիս է նրանից, որ ընկեր ժողովուրդը, այն հասարակ ժողովուրդը, երբ որ գնում են սրան նրան ռոբիկ սերժիկ տրսնելու եւ սրանց նմաններին։ Իրանք չեն նայում, ասում են լավ, ովքեր են այս մարդու պատգամավորները։ Մարտունիկ, վեկալում ես Գրիգորյան Մարտունիկ, Լեննագանից ինչքան զոհեր ունենք մենք։ Բավականին։ Բա հարց Մարտունիկ, այնպես էլ անուն են դրել Մարտունիկ, ոնց որ նոր 3 տարեկան երեխա է, բոզի տղեն, տղեկը խի չեն ծառայել, այս հարցը Գյումրեցին խի չի տալիս։ Գագոյինը գիտենք, Գասպարյան Վովայինը ասել եմ, Արշակինը ասել եմ, Սեյրան Մուշեղիչ, պաշտպանության նախարար նախկին, տղետ խի չի ծառայում, խիա ազատված։ Այդ մի տղետ պատերազմի ժամանակ ինքնյան խփեց թռավ։ Այս մեկը սենց։ Եվ սրանց ժողովուրդը ընտրում է։ Սրանց ժողովուրդը հավատում է։ Շարունակում է հավատալ։ Նույն ասենք ես Սերգեյ Բագրատյանին, այս մյուս բոզի տղուն, նոր Հաչենի քաղաքապետին, որտեղ որ նոր Հաչենի ժողովուրդը հանում են 5-10-20 հազար դրամը, գնում են բոզի տղուն ընտրում են։ Ու նորից մնում է քաղաքապետ, էլի ամանում քաղաքապետ, հասարակ նախանց, հասարակ խանդ, հասարակ վիրավորանք, այս ժողովրդի մեջ չի մնացել, որ նստեն մարդ ու կնիկ ասեն աղջի, ինչի պիտի, իմ երեխեն գնար ծառայեր,
կամ գնալ զոֆեր, կամ գնալ դառնալ հաշվանդամ, գնալ Շուշի բերդում փդեր, դիրքերում ոչլոտեր, իսկ սրանց երեխեքը այդ ժամանակ քաղաքում, կազինոներում, օբյեկտներում ֆրֆրան ու ես այսքանից հետո գնեմ եմ սրանց ընտրեմ եմ, որ սրանց երեխեքը ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն եւ շարունակեն մարդկանց դանակահարել, մորթել, խփել ու չդատվել։ Այսինքն հանրային պահանջ չկա։ Հանրային պահանջ։ Այս նույն ժողովուրդը, այս նույն լրագրողները, այս նույն ընտրողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ ոչ մեկ հարց չի տալի։ Պարոն վարչապետ, այդ բառը չեմ ուզում ասեմ, այ բոզի տղա։ Ոնց է ստացվում, որ քո տղեն գնացել է բանակ։ Դոդի, Վովայի, Տարոնի ոչ մի տղեն չի գնում, Տարոնի սա երեխեքը հիվանդ են։ Մարտունիկի եւ այլն չեն գնում։ Ինչու՞։ Դու քո տղին ղրգեցիր հանունրա, որ դու իր հետ սելֆի աներ ու էլի ինչ-որ դիվիդենտներ հավաքեր, որ տեսեք իմ տղեն բանակում հալա նույն պատիվ ունեմի Ռոբիկի մամուդն էլ գրլում էր Աշոտիկը ախրանայովա գնեմ գալը Աշոտիկին քաղաքում տեսել եք օտպուսկ ալա Աշոտիկը գոնե 3 ամիս սորամասում ավել արե բայց իրականում ավելի շատ բացի բոզի տղեկը ինչ են արե նույն TV 5 նույն 24 մեդիա նյուզ խրգլոկ եւ այլն հələ այնի գոնե ծառայելա ֆորմայա հակի չաս պլաց համակրի էդի խոմ ես գիտեմ որովհետեւ ոչ մերն էր սիրեմ Աշոտիկին ոչ հերն էր սիրեմ Աշոտիկին Աշոտիկը մի խրգլոկ այդ ընտանիքի պետք չի վիժված վտարված անznավորություն դժբախտ գանդոն որովհետև եթե ես իմ երեխուն սիրեմ, ես իմ երեխուն բանակ ղրգեմ, ալնելով երկրի գերագույն գլխավոր հրամանատար, թոլը մեկը փորձվի, իր երեխուն ազատի, թոլը մեկը փորձվի, սիստեման էլ թևի մեջ տեթար բանակ։ Ու ոչ մեկին չէր կարող մեղադրել, թե ինչի գերագույն գլխավոր հրամանատարը ընկել է հիվանդ դեպուտատների հետևից։ Կարդում ենք Մարտունեկի կենսագրությունը, հենց նոր ղրգեցին։ Պարգևատրվել է Տրթատ 3-րդ Արշակունի մեդալով 2011 թվականին։ Հ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով 2012 թվականին։ Հ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով նորից։ Ալբերտ Ազարյան 2013 թվականի մեդալով։ Հ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով 2016 թվականին երախտագիտություն ակոչում մեդալներով բարձրագույն պարգև ոսկե շղթայով Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե մեդալով Չեխիայի խորհրդարանի падգամավորների պալատի ԱԺ նախագահի մեդալով Շիրակի մարզպետարանի մեդալով Գյումրու համայնքի ոսկե մեդալով Սևան մարզական կազմակերպության հուշամեդալով արժանացել է տարվա լավագույն падգամավոր Ժուկովիչ ակատագիրն 2015 թվականին ԱՍ մրցանակաբաշխություն տարվա падգամավոր 2015 թվականին դե ֆակտո ամսագիր դե ֆակտո դնեմ Նաֆարիտ Բեյնին Գյումրու 2015 թվականի տարվա մարդ Տարվա քաղաքական գործիչ 2016 թվականին այգ մրցանակաբաշխություն տիտղոսներ Հ պաշտպանության նախարարության պատվոգիր 2016 թվականին ամուսնացած է ունի 3 զավակ Էսովա Էսանը բա մոռացել ենք որ Սուզան Մակյանն էլ են ղախպի տեղակալն էր հետո կանադառնանք Խնդրեմ, մեդալա, որ շարելա վրեն, նաշ դարագոլ Լեանիդ Իլիչ։ Էս են սրանք։ Եվ ոչ մեկ չի ասում ինգեր Մարտունիկ։ Մարտունիկում նաֆարի ծծցնի սախ Մարտունիկ։ Էս մեդալները քեզ խի են տվել։ Այդ տղեկիցդ որ մեկնաբանակ ծառայ, բոզի տղա։ Ասում եմ էլի, եթե լիներ նորմալ գերագույն հրամանատար, Կարչելու էր զինվորական դատախազի տուն ու տեղը ծծցներ կաբինետում։ KGB-ին էլ հետը, ընկերաբազինը։ Ասա չհասկացա։ Իմ տղեն կետա կհասնի Ղարաբաղ, սրանց տղեկը պիտի մնան Երևան քաղաքում,
Վաղն էլ պիտի պաշտոն ստանան։ Հա։ Այսինքն Նիկոլի վերաբերմունքը սեփական որդու նկատմամբ։ Ասում եմ որդուն ղրգեց, որ հետը սելֆի անի դիվիդենդ շահի։ Ինչ ուզում է թոլի որդին։ Կարևոր ինքը դիվիդենդ անի իա փչացած ատամներով իա զոմբիների համար։ Բայց ինքը չասեմ Էլիս Բեկյան ես, Էլիս Բայրան ես, ինչ խեռի գլոխ ես։ Մարտունիկի տղեկը խի բանակում չեն։ Իա կուսակցությունի Սերգեյ Բագրատյան Բոզի տղու տղեկը խի բանակում չեն։ Նոր հաչնի տղեկը խի տարոնի տղեկը խի բանակում չեն։ Արշակի եւ այլն։ Ես չգիտեմ, երբ հանրային ձայնը կմտնի խորհրդարան, երբ կլինի ընտրությունը, բայց խորհրդարան մտնելուն պես այս բոլորի տուն ու տեղը ես ծածկնելու եմ, բոլորի։ Սրանք բոլորը բանակից, եթե այն ժամանակ 27-ը լրացածնելու կապակցությամբ այլևս հնարավոր, եթե տենց եղավ էլի, որոշակի մարդիկ, այլևս հնարավոր չի լինի նրանց ուղարկել բանակ, բայց դրանք դատվելու են։ Ես մի կողմից ասում եմ, դատվելու են։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս նրանց բջերը, ովքեր ազատվել են այսպես կոչված հիվանդություններով, բոլորը դատվելու են այդ բժիշկների հետ միասին։ Ոչ մի միջնորդություն, այս բժիշկը լավ մարդ էր, այն վային կողմը ընտիր մարդ էր, իմ հորողբերներ, քերիներ, մորքուրիս մարդեր, ոչ մի նշանակություն, միջնորդ հողին էլ եմ դատելու։ Իսկ այսօր ամենահետաքրքիրը ազատ արձակվեց Լևոն Քոչարյանը։ Ուրերա Հիմա մենք մեզնով խոսում ենք ժողովուրդ ջան։ Դուք հիշում եք, բոլորը դե լավ հիշում եք։ Ամբողջ համացանցը այս Նիկոլա ներողություն Ռոբիկա Սերժական մասսան հարցակվեցին վրա, որ հանրային ձայնը գնացել է գործարքի իշխանության հետ եւ չբոյկոտեց քաղաքապետի ընտրությունները։ Եվ Սիսին դառավ քաղաքապետ։ Այդ գործարքը որն էր, այտենց էլ ոչ մեկ չտեսավ։ Այսինքն ես կամ պիտի միլիոնավոր դոլարնի վեկալացնեի, որը որ պիտի երևա ինչ-որ մի ձև, կամ պիտի պաշտոններ վեկալացնեի։ Հարցակման բա արտակի կնգան թողել են, ահա գործարքը։ Այսինքն արտակի կնիկը այդքան մեծ մի թանկ ֆիգուրա էր, որ արտակի կնգա ազատության համար, ես դե ասեի, Սիսի դու վերահաստատվում ես։ Հիմա Ռոբա Սերժական կլավը ինձ մեղադրում է գործարքի մեջ։ Հիմա ես հարց եմ ուզում տամ։ Ռոբերտ Քոչարյանի որդին Լովիկս դարավ ազգային ժողովի падգամավոր։ Իրենից ցուցակում առաջ գտնվող մարդիկ վայր դրեցին իրենց մանդատնի, ասին չէ, մենք չենք ուզում, որ Լովիկս դառնա падգամավոր։ Բնականաբար հասկանում ենք, որ այդ մանդատները պրոստը տակ չդրեցին։ Ռոբիկս վճարեց կամ ահաբեկեց, սրանք էլ հետաքրքիր է, եթե Լովիկս 50-րդը չլներ, այլ 60-րդը ըլներ, պիտի արդեն 10 քանի հոգի մանդատ վայր դնեին, որ Լովիկս գար, դուրս գար ու գնար Սիրուշ դոմփեր։ Ամենահետաքրքիրը նա է, որ Լովիկի հետ միասին դուրս եկավ Արցախ տաթևը։ Այդ ես ոչ մեկի չեմ ուզում, որ մնա բանը բերթում, ամենայն անկեղծությամբ։ Հիմա, այդ ոնց ստացվեց, այս ինչ գործարքեր, բա հիմա Ռոբա Սերժական լրատվամիջոցներ։ Ինչի՞ չեք գրում այս գործարքի մասին։ Հավարով արտակի կնիկը դուրս եկե, ինձ ինչ։ Դատարանը թողել է, ինքն էլ դուրս եկե, բա Արցախ տաթևին ով թողեց, դատարանը։ Լովիկին ով թողեց, ինչ գործարքի մեջ դուք գնացիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որի արդյունքում Լովիկս դուրս եկավ Բերթից։ Պարոն Աբազյան, լռում ես։ Հիմա Լովիկս դարավ падգամավոր։ Հետո Լովիկս
կմասնակցի ազգային ժողովի ընտրություններին որպես բանտով անցած քաղբանտարկյալ։ Եվ այս նույն ժողովուրդը, ով այն կուլտուրական մասան ձայն տվեց թևավոր գանդոնին, ու մենք այսօր չենք տենում թևավոր գանդոնից գետ մի հոգի, որ գա քաղաքապետարան նստի հեռախոսազանգերին պատասխանի, լուկը տրակավ, լիֆտը ընկավ, ջուրը կտրավ, մարշրուտկեն վատ աշխատում, բայց ձայներ խլեցին, որովհետև չէ, մենք Վարդան Ղուկասյանին ձեն չենք տա, ինքը քրֆեմ է, մենք կուլտուրական ենք, մենք այնպես մարդկանց ձեն կտանք, որ գնան նստեն ազգային ժողով ու 5 տարի ոչ մի բան չանեն, ոնց որ հիմա 5 տարի ինչ արեցին։ Ինչ մի դրական բան արեց այս ընդդիմությունը պարլամենտական, որը վերարանգած ազգային ժողով։ Մի հատ դրական բան, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ ասեք։ Մի հատ նորմալ բան, որ այս ազգի համար արել են այս 3-4 տարվա մեջ այս ձրիակեր ղախպի տղեկը, որ լծված են ազգային ժողովում։ Ոչ մի բան։ Արցախն էլ տվին գնաց, բանակն էլ Մարսին գնաց, պատերազմն էլ վարի տվին գնաց, հոկտեմբերի 27-ն էլ մնաց, մարտի 1-ն էլ սաղ մնաց։ Ոչ մի բան այս երկուսով իալրիկ գտել են Նիկոլ Բոզի տղեն եւ այս ռոբասերժական ղախպի տղեկը, որոնք լծված են ազգային ժողովում։ Ինչ որ մի դրական բան օպոզիցիան, Զարա Ղազարյան, օպոզիցիան, ինչ հատվե օպոզիցիան, որևիցե մի ընտրողի։ Այսքան մարդ դրանց ձենատվե, որևիցե մի ընտրող հեռախոսակապ ունի իր Ռոբիկի, Սերժիկի, Մուշեղիչի եւ այլն, ոնց որ ինձ եք զանգում, պարոն Ղուկասյան, ջուրը տրակավ, լիֆտը ընկավ, տակից հարևանը Բոզի տղա է եւ այլն եւ այլն։ Ատենց մի հատ Ռոբիկին, Սերժիկին կարում եք զանգեք։ Չէ, միանշանակ չէ։ Ձեզանից ոչ մեկ չի կարա, դաժե մեսենջերով ոնց որ ինձ են գրում, նոր մի հատ կնի գետերի ժամանակ ծնգլա, չէ, բա կարում եք զանգեք, բայց գնամ ձեն եք տալը։ Հայկ Մարությանին ձեն տվիք։ Ուր է Հայկ Մարությանը։ Հարց։ Համարով Հայկ Մարությանս տվել է շին թույլտվություն են պետական համալսարանի հանրակացարանի շենքի վրա 5 հարկ, 4 հարկ սարքելու, ուր է այդ հասցեն, Մաշտոցի 52։ Երևանի պետական համալսարանի հանրակացարանը վեկալ է տվել են Դերժավայի արկադիկ, հա, ուր է այդ ղախպի տղեն։ Հա։ Դրան։ Որն է որ բռնել էր ծառի արմատները սալարկա էր սրսկել, որ ծառը չորնա ինքը չէ։ Հիմա ես Մարտիրոսյան Ռադիկին դագաղը դնեմ ես Բոզի տղուն ռեկտորին, մեկը չկա հիմա հարցնա, ինքեր Մարտիրոսյան Ռադիկ, պետական համալսարանի հանրակացարան պետ չի, ես հիմա էլ եմ հարց տալի։ Հիմա էլ եմ հարց տալի ընկեր կրթության գիտության նախարարին եւ ԵՊՀ ղեկավար կազմին։ ԵՊՀ-ի ուսանողներին հանրակացարան պետ չի։ Հիմա եթե ես Բոզի տղերքը, նույն Ռոբիկն ու Սերժիկը Մոսկվա ալեն, այն եկա շենքը Ստալինի սարքած MGU-ի հանրակացարանը կվեկալեն, կջջենք, ասեն, մեր ուսանողները պիտի թողնան տուն վարձեն։ Ուր է ԵՊՀ-ի հանրակացարան ուր է։ ԵՊՀ-ի հանրակացարանը պատկանում է Սերժ Սարգսյանին։ Պատկանում է Սերժ Սարգսյանին, в лице էս Դերժավայի արկադիկա ինչ խերրիս գլոխա այդ Բոզի տղու։ Որ հիմա ապորինի Հայկ Մարությանը թույլատվե 4 հարկ վրեն ավելացնել։ Ատենց ավոր էլի հնարավորությունների մինչև տիեզերք տես կշարեն հարգերը Բոզի տղեկը։ Էս այն ծառի այդ հարցով էլ ես հələ զբաղվում եմ եւ սպասում եմ քրական գործի հարուցմանը։ Այսինքն հարուցվել է ոնց որ։ Դերժավա։ Այդ Բոզի տղեն, այդ սնիկերսով մինետ անողը, այդ ղախպի վաստակը։ Սա ինչ են ուղարկի ինձ։ Մի րոպե։ Են Անի Կարապետյան կար, որը հնչեցրել էր բռնության կոչեր,
քնչական կոմիտեն էլ գրել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար Facebook-յան օգտատեր Անի Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Անի Կարապետյանը կալանավորվեց։ Ոչ։ Հիմա էս էլ չի գործարք բա։ Այ ռոբասերժական բոզի տղեկ։ Ո՞նց է որ Պեչա սարքելու համար իմ մարդը բերթում փդմա, որ էնել վեկալը գրգելա ինձ։ Բռնության կոչեր արի Անի Կարապետյանը, բախի չեն կալանավորել։ Երևանի պետական համալսարանի հանրակացարանը Մաշտոցի 52, Նայրի կինոթատրոնից վերև։ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է։ Այդ սլավ մեդը ինչ գլող այդ ձերժավայա ինչ խռը գլոխը դրա բան միջոցով։ Վլիցե этого սուկինա սինա։ Որը որ ծառը ծակամ սալարկայա լցը մեջը որ ծառը փդի էտել է տեղից մարդ ինչ կարգի մարդկային վիժվածք պիտի լինես պորնիկի ծնունդը էս ղախպի տղեն ես ուրեմն մի րոպե սայլեր եթե չեմ սխալվում բանը պատիվ այդ ունեմի ցուցակով այդ անցնում էր դեպուտատ հələ մի վարքյան մի րոպե խնդրեմ եմ Տարիքցի հիմա մի վարքյան ժողովուրդ Նա բան հարցնեմ Ալո Էս բանը որ կար անունի չա Մաշտոցի 52-ի 14-րդ համարներ մի րոպե Ստանիսլավ Ինչ ազգանունը Ստանիսլավ Համբարձումյան 14-րդն է պատիվ ունեմից նորից պատիվ ունեմ մի պատիվ ունեմը տղեկինա բանակից բանանամ թրցնեմ մյուս պատիվ ունեմ բոզի տղեն ձեր են տվե ծառը ծակը մեջը սալարկայա լցը ստեն չեն գրեմ ես անենց աբսուրդ շի թույլտվություններ ատվել Հայկ Կոչեցյալը սեսմակայանության մաման շինելով խոսքի Կիևյան կամրջի մոտ Զանգուր ռեստորանի հենց ձորի բերանը բարձրահարկ սա հետևի պատնամշակութային Ստալինկենքը փագելա ապշած ենք կամ մանումենտի դքի վրա ազատության փողոցը եկեղեցու տակ արաբկիրի հենց բարձրահարկը սարքած նայում ես շինթույլտվի եւ այլն հիմա այս Ստանիսլավը ես գիտեմ որ ունի թորներ չգիտեմ տղա ուներ աղջիկ ուներ ում հետ էր խնամի եւ այլն ես ցանկանում եմ քրիստիկ մոտդ նշի որ եկնային գրասենյակը այդ կարմիր գրքում գրանցված այդ ծառը այդ սոսի ծառը հա որը որ այսինքն մարդ ինչ կատեգորիայի պորնիկի ծնունդ պիտի լինի որ ծառի արմատը ծակի մեջը սալարկա տա Ես ցանկանում եմ, որ եթե կա եկնային գրասենյակ, ինչ ես ասում դրան դու աղջ, Աստծո դատաստան, ես ցանկանում եմ, որ Աստծո դատաստանը ընկնի Ստանիսլավ Համբարձումյանի երեխեքի վրեն, երեխեքի, թորների, այսինքն ես ուզում եմ թորը դառնա պասիվ գյոտ, եթե աղջիկ թորա դառնա պորնիկ վարակվի սպիդով, Խոսքի օրինակ մի հատ մեծահարուստի ասենք խոսքի օրինակ մի հատ նարկոմանի տղա ֆլեշի բարսեղի տղեն տանի ծսցնի համինքը սպիդ ընկնի համենի սպիդ ընկնի Ես ցանկանում եմ որպեսզի սրանք սաղ գումարները կրվեն Շանգրիլա կազինոյում թող հդոդի վիճակը բարելավվի Ես ցանկանում եմ որ ամենա Այն հետույքային դժբախտությունները եկնային գրասենյակը ղրգի էս բոզի տղուն որ կյանքում մի հատ ծառ չի տնկել միանշանակ համոզված են կյանքում մարդու ձերիշ փուշ չի հանե ղախպի տղեն ով Սերժի հետ միասին Սերժի աջ ձուն լինելով էս Ղարաբաղյան կլանի պորնիկի տղեն
Են լյարդի ծծանի նման ծծե տարել են ինչ կարացել են Հայաստանի Հանրապետությունից, են մեր հարևանի ասած ջանի վրեն քրքրվի, ծակրտվի, առնաշաղաղ, առնաճապաղ, լակերովնի դագաղը մտնի, մուրազը փորը մնա, մեյդդ, այսենց այդ անեսքային կոլորիտ լծվի սրա բալեքի վրեն, իա չէ, ինքը պիտի տենա մի տղեն ոնց սատկավ, աղջիկը ոնց սատկավ, թորը ոնց սատկավ, կնիգը ոնց սատկավ, այդ ինքը պիտի նստի տենա։ Որովհետև մարդ, կենսաբանական մարդ, ով մարդ է, ոչ թե մենակ ոտու ձեռ ունի, դեմք ունի, բոզի տղա հայացք ունի, այլ նաև հոգով սրտով մարդ է, ինքը չի կարա նման բան անի, դրուժբեն դրելը եսիմի, դրելը ծակեիր կնգատ դլոյ, մեջը լցեք տոնով սպերմ, բոզի տղա, դու այդ ծարի չապ ազգին, մարդկությանը, պետությանը, լավություն արած կաս, այդ ծարի չապ թթվածին շնչած, արտաշնչած կաս, պորնիկի տղա, ես կանաչապատման վարության պետի մորը ծծնելու եմ, ես վաղը հեսա կճշտեմ ինչ եղավ ես գործը, մարդակի մեջը բանանի, անընդհատ իշքան հիշում եմ ֆազերես բան կծում եմ, մարդ սպան է նորմալ, ինչ ուտեղ հագիս կտան, հա, կոֆլիկտ ա եղե դանգել ես, կոֆլիկտ ա եղե գյուլել ես, բայց դնես, ծառը ծակես, սալյարկա սելիտրա մեջը լծես, մարդ իշքան պիտի ղախպի տղա լինի, ու սա մարդ հա, սա իրեն համանման մարդ, սրան աղջիկ են տվե, աղջիկ են տարե, պաշտոն են տվե, սա աշխատողներ ունի ա ձեռի տակ, ես հիմա պատկերացնում եմ աշխատողների նկատմամբ ոնց է վարվում, սա աշխատողները ռաբ են, ռաբ, սա չի կարա մարդու հետ նորմալ խոսա, սա չի կարող աշխատողին վերաբերվել նորմալ, սա են բուրժուազիան է, սա են որը որ ոչ մի կերպ չէր կարողանում հանդուրժել Ստալինը, որը որ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հանդուրժել, Եվ սրանց ներկայացուցիչներից մյուսն են Լևոն Քոչարյանս, ում պրիմոյ էֆիր դրել են կամերաները, լովիկը բերթից դուրս է գալի, ոնց որ դուրս է գալի Նելսոն Մանդելան։ Բերթից ես չգիտեմ, ում համեմատությունը բերեմ, այդ կամերաները դրել էին Նուբարաշենի դեմը, սպասում էին մինչև լովիկ դուրս գա, այդ ինչ փիառակցիա էր, այդ ինչ էր, Նելսոն Մանդելան էր դուրս գալը։ Հա, ինքեր լրատվամիջոցներ, ինչ էր արե, բացի սիրուշ դոմփելուց, են էլ երեխա չի կարամ ցրթի, ու այդ ինչն է կտենց դրա գովաբանը, ինչ էր արե, Արցախի հերոսեր, Ղարաբաղներ հետ բերե, չգիտեմ, տերորիստական խումբեր վնասազերծ է, $1 միլիարդ պապայի ջեբից գողացե պետությաններ բերե լավություն արե, որ տենց կամերաները դրած, լրագրողները սպասում են, Լևոն Քոչարյանը դուրսակյամ, այսօր սիրուշն ու լովիկը իար շինելի, այդ է բանակարեք, կամերա տարեք դրեք լովիկի սպալնան, նստենք սա աղազգով ոնց ենք այսօր նայեմ, ոնց է բերթից դուրս գալը, սա աղազգով տենանք, ոնց է սիրուշին դոմփը։ Հələ սրանց PR ակցիան։ Ու դրած ժողովրդի լովիկը, հələ լովիկը դարավ ազգային ժողովի պատգամավոր։ Հետո ասենք թե դարավ։ Ինչ պիտի անի։ Մի հատ էլ բոզի տղա ավելացավ ընդ է։ Հետո Այդ որ մի հասարակ մարդու ջեբից բան, ինչ-որ հասարակ մարդու են օգնե և այլն։ Հերիքա։ Հերիքա այս ժողովրդին դնեք գժի տեղ։ Այս ինչ եկավ։ Պարոն Ղուկասյան, Տաթև Արցախ, Անի Կարապետյան, փողերն են դաշնակների ստանալիք, լվացել, դրանց գործերը լուրջ է, 2 անբարո են, նաև լիքը ինֆո ունեմ, դա մի կողմ։ Եթե Տաթևին չհանեին, շատ բան կբացահայտվեր ի դեպ, հոկտեմբերի 27 Դաշնակ Գեղամ Մանուկյանի քրեական գործը Ռոբիգնա հանել վրայից, օգնելու համար ԱԺ մտնեն։ Դերնարի Հունանյանը դաշնակ էր, որ միշտ դաշնակները դիմաց էին նստում նիստերի այդ օրը ամենահետևում էին։ Անի Կարապետյանը
ձեր թիմին մոտիկ ձևանալով այնքան եմ ասել, որ յան տվեցին տաթև տուլիկ տարեք, ասի մի տարեք, թիմ չունեն, թող տնեն, տրն, լավ հասկացա ես, սա այդպիսի նամակ էր, մի րոպե, սա էլ ստեղել են զուղարկել են, ասում են թագուհու Արմինե Օհանյանի քրոջ մարդը, այսինքն այդ աղջկա Ալենի երկրորդ կնիկը երեխայա բերել քրոջից հետ բաժանվել է, մի րոպե փոխել է մոդել, մենք հասկանամ սա ինչ է, սա էլ ասենք, որ չմտածեն, մեզ մարդ չի լսում, ստեղ ինչ-որ բան է գրել, չհասկացա ես, սա ում է վերաբերվում, Զարա Մարգարյանը, այո, Ալենի քենին։ Ահա։ Մի րոպե, Ալեն Սիմոնյանը ունեց, այսինքն տղայա ունեցել սիրուհուց այդ բան մոդելից վերջերս բա ինչա ահա բա հիմա այստեղ հարց են տալի Զարա Մարգարյանին ուզում են հարցը տանք ասում են ինչի՞ չեք գրում որ ձեր քրոջ ամուսինը Ալեն Սիմոնյանը բաժանվել է ձեր կնոջից, իհարկե ոչ թուղթութանակով, ապրում է մոդելի հետ եւ այդ մոդելից էլ արդեն ունի քանի երեխա։ Հա, մի հատ երեխա նոր է ծնվել։ 4-5 ամսական տղա երեխա, թե աղջիկ երեխա է ծնվել։ Տղա երեխա է ծնվել։ Փաստորեն Ալեն Սիմոնյան պապա դառնալի նորից, տղա երեխա բերելի։ Ահա, դե հիմա աշխարհն արդեն իմացավ, որ Արմինե Օհանյանը այլևս Ալեն Սիմոնյան անազգանով փեսած չունի, թող ժողովուրդն իմանան, շնորհակալություն։ Մոդելի էսի, որ դուք ինձ ուղարկել եք, մոդելի նկարն է։ Սրա ի՞նչն է մոդել էս տախտակամածը։ Ինչ է էս եկեղենի անունը։ Էս մոդելի։ Հա, դուք ինձ ուղարկեք, մենք սա կդնենք տեղը Telegram թող Զարա Մարգարյանը իամոտ տեղադրի։ Ահա, всё։ Մարտնել լեվի է թալի Զարայի։ Աղջի մարդդ լեվի է, թեմ աղջի, է դիջիֆենսը։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Տենը մեզ Աբազանի Հիմազգային անվտանգությունը ինչքան լավ աշխատում։ Փաստորեն Զարա Մարգարյանի մարդն էլ վրեն բեսամ ֆրալի։ Մա բոզդղան տոնիկ։ Են Արմինեի մարդը ձոնի գնանդ գնաց ես իմ վինխետամուսնանալի դրան թողեց, էս Ալենը էս սրան թողեց, գնաց այդ մոդել նայում եմ ախր մոդելի նման չի, սրա ինչն է մոդել, ես ավելի մոդել եմ ավելի բանը մոդել եմ, քան թե էսի, Արկադիկ Բիզիմդիչ։ Хорошо։ Ես ուզում եմ, որ մեր բազմա հազարանոց աուդիտորիան ծանր ու թեթև անի այն ինչ որ այսօր հնչեց հանրային ձայնի եթերով, նամանավանդ էս բանակ չգնացողների, էս PR ակցիաներին, լովիկ թողելի, մուսկուլներ ցույց տալի, падգամավոր դառնալի եւ այլ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը հանուն իր որդու ազատության համար արին հնարավորինս, որ որդին հնարավորինս արագ բերտից դուրս գա, որովհետեւ նեղվում էր, կամերի մեջ տղեկը նայում էին մուսկուլները եւ ուզում էին դոմփեին, բնականաբար։ Ես ուզում եմ այս դեպքում հարց տամ, իսկ են 150 հոգին, որոնք որ մասնակցեցին
թեվավոր Գանդոնի միտինգներին, բայց դրանց չեք հանում։ Այն Արցախցի երիտասարդին, այն 18 տարեկան եւ մյուսներին, եւ սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք մի բան, ոչ ներկաները, ոչ նախկինները, ոչ մի պարագայում, ոչ մի հանգամանքում չպետք է վերարտադրվեն։ Ես ուզում եմ, որ դուք սա ֆիքսեք ձեր մեջ։ Եվ ոչ էլ սրանց արբանյակ կուսակցություններ են Մանեթ Հանդիլյան, չգիտեմ ընդեղ էլ ով կարող մասնակցեց այն Վիցյա, Միցյա, այն կենտրոնի թաղապետ նախկին աշխատած այդ Գանդոնը եւ այլն, որոնք եկան, մտան, Հայկ Մարության, թեվավոր Գանդոն եւ այլն։ Եվ գոյություն ունի դժբախտաբար ընդամենը մեկ ընդդիմադիր կուսակցություն, ով փորձում է երկիրը մաքրել եւ սրանցից եւ նրանցից, առանց Քավոր, Սանիկ, Բաջանախ, Կեսուր, Կեսրար խնամի խաղցնելու։ Ես ուզում եմ, որ դուք սա ուղղակի վերլուծեք ձեր մեջ։ Հիմա որ գնաք քնելու, բարձի վրա ձեր գլուխը դնելու, մի բան մտածեք իմ ասածների մասին։ Մի բան մտածեք, որ դուք ձեր բոլոր խնդիրներով, սկսած աղբահանությունից, լիֆտից, դռից, ջրից, լուսավորությունից, ում եք գրում, ում եք դիմում, բայց ում եք գնում ձայն տալիս։ Այսօր այսքանը, ամեն հավանականության վաղը մենք ունենանք Երևանն է խոսում հաղորդումը, որովհետև վաղ այդ գործակարգավարական չկա, եւ մենք հնարավորություն կունենանք անցնել քաղաքապետարանի բոլոր կաբինետներով։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, հաջողություն։ Սիրուհու անունն էլ եկավ անունը մի րոպե։ Անելիա։ Это Անելիա։ Էս չորցած փեդնա, это մոդելը։ Էսիա Ալեն Սիմոնյանին պորքև է տղա երեխա։ Սրա մասին գրի Զարա Մարգարյան։ Հաջողություն ձեզ։